Նորան հայտնեց իր սկեսրահորի սեղմությունը Սուրբ Ծնունդից 1 ժամ առաջ բացահայտումը ավերակալ էր։ Այդ Սուրբ Ծննդյան նախօրեին ձյունը մեղմորեն տեղաց Երանի վրա, ծածկելով Հայաստանի մայրաքաղաքի փողոցները սպիտակ վերմակով, որը կարծես ուղիղ բացիկից էր դուրս եկել։ Լիլիթ Հովհաննիսյանը կանգնած էր Պետրոսյանների առանձնատան խոհանոցի պատուհանի մոտ դիտում էր, թե ինչպես են փաթիլները պարում սառցե օդում, մինչ նա ավարտում էր ընթրիքի ժամանակ մատուցվելիք դոլմայի պատրաստումը։ Ցերեկվա ուղիղ ժամը 5-ն էր, մի քանի ժամից ամբողջ ընտանիքը հավաքվելու էր տարվա ամենակարևոր տոնակատարությանը։ 32 տարեկանում Լիլիթը 8 տարի ամուսնացած էր Արամ Պետրոսյանի, Հայկ Անահիտ Պետրոսյանների ավագ որդու հետ։ Նա լավ էր հարմարվել ավանդական հայկական ընտանիքին, սովորել էր սերնդեսերունդ փոխանցվող դարավոր բաղադրատոմսերը, հարգել ընտանեկան հիերարխիան, ամենակարևորը՝ պահպանել Պետրոսյանների համար այդքան կարևոր արտաքին տեսքը։ Հայկ Պետրոսյանը 63 տարեկան տղամարդ էր, հարգված պատրիարք Հայաստանի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկի սեփականատեր։ Նա ոչնչից կայսրություն էր կառուցել, 18 տարեկանում սկսելով որպես պարզ որմնադիր 50 տարեկանում դառնալով մագնատ։ Նրա 60-ամյա կինը, Անահիտը, կատարյալ մայրապետ էր, նրբագեղ, զուսպ, նվիրված իր ամուսնուն երեխաներին։ Միասին նրանք մեծացրել էին 3 երեխա՝ Արամին, ավագին 32 տարեկան, Տիգրանին, միջնեկին 32 տարեկան, Սոնային, կրտսերին 28 տարեկան։ Լիլիթը միշտ հիացել էր իր սկեսրոջ ընտանիքով։ 40 տարի միասին, հաղթահարելով տնտեսական ճգնաժամերը, առողջական խնդիրները 3 երեխա մեծացնելու անխուսափելի դժվարությունները։ Հայկը նայում էր Անահիտին այնպիսի նվիրվածությամբ, որը Լիլիթը հույս ուներ տեսնել Արամի աչքերում, երբ նրանք հասնեին այդ տարիքին։ Նրանք երկարած սիրո կատարյալ օրինակ էին, կամ գոնե այդպես էր նա հավատում մինչ այդ ճակատագրական կեսօրը։ Խոհանոցը տաք էր բուրավետ, հայկական Սուրբ Ծննդյան բնորոշ բույրերով։ Անահիտը 1 ժամ առաջ էր մեկնել քաղաքի կենտրոնի խանութից վերջին զարդարանքները բերելու, Լիլիթին թողնելով վերջնական պատրաստությունների հսկողությունը։ Տան ծառաները շտապում էին առաջ ու ետ, ճաշասենյակում 20 տեղանոց սեղանը գցելով, Հայկի մեծ տատից ժառանգած արծաթեղենը փայլեցնելով հետելով, որ ամեն մանրուք կատարյալ լինի։ Լիլիթը ձեռքերը սրբեց գոգնոցով որոշեց վեր բարձրանալ, ստուգելու, թե արդյոք հյուրասենյակը պատրաստ է։ Արամի քույրը Սոնան Մոսկվայից պետք է ժամաներ ամուսնու 2 փոքր երեխաների հետ, Լիլիթը ցանկանում էր համոզվել, որ ամեն ինչ անթերի է նրանց դիմավորելու համար։ Երբ նա քայլում էր երկրորդ հարկի միջանցքով, լսեց Հայկի ձայնը գրասենյակից։ Դուռը կիսաբաց էր, նա պատրաստվում էր անցնել կողքով, երբ ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Խոսքը նրա ցածր ու շշնջացող ձայնի մասին չէր։ Խոսքը նրա ասած բառի մասին էր։ Իմ սեր։ Լիլիթը տեղում քարացավ։ Հայկը հեռախոսով էր խոսում, մեջքը դռանը, բոլորովին անտեղյակ նրա ներկայությունից։ Գիտեմ, որ դժվար է, սիրելիս, ասաց նա։ Բայց դու պետք է հասկանաս։ Սուրբ Ծնունդ է։ Ես չեմ կարող պարզապես անհետանալ։ Անահիտը անմիջապես կկասկածի։ Լիլիթի սիրտը սկսեց անվերահսկելիորեն բաբախել։ Նա գիտեր, որ պետք է հեռու մնար, որ դա իր գործը չէ, որ ականջ դնելը սխալ է։ Բայց նրա ոտքերը կարծես կպած էին գետնին, նրա հիվանդագին հետաքրքրասիրությունը նրան պահում էր այնտեղ, կլանելով ամեն մի բառ, որը չպետք է լսեր։ 3 օր, շարունակեց Հայկը, ինձ ընդամենը 3 օր է պետք այստեղ գործերը կարգավորելու համար։ Նոր տարուց հետո կգնամ Թբիլիսի, քեզ հետ հանդիպելու։ Խոստանում եմ։ Ես արդեն ամրագրել եմ հյուրանոցը, այն մեկը, որը դու սիրում ես, գետի տեսարանով։ Լիլիթը զգաց, որ ստամոքսը խառնվում է։ Նրա սկեսրայրը, այն մարդը, որին նա հարգել հիացել էր 8 տարի, նվիրված ամուսինը, որին բոլորը գովաբանում էին, սիրավեպ ուներ։ Եվ, ըստ երույթին, դա վերջերս կամ պատահական բան չէր։ Նրա ձայնի տոնում ծանոթությունը, նրան դուր եկած կոնկրետ հյուրանոցի հիշատակումը, գաղտնի հանդիպումների մանրամասն պլանները։ Սա արդեն հաստատված մի բան էր, որը բավականաչափ երկար էր տում, ռեժիմ նախասիրություններ ստեղծելու համար։ Ես էլ քեզ եմ սիրում, ասաց Հայկը, այդ խոսքերը դանակի պես խրվեցին Լիլիթի սրտին։ Ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Դու լավագույն բանն ես, որ ինձ հետ պատահել է տարիներ շարունակ։ Առանց քեզ, չգիտեմ, ինչպես կդիմանայի։ Լիլիթը լուր նահանջեց, նրա մարմինը վերջապես հնազանդվեց հեռանալու հրամանին։ Նա ցնցված քայլեց միջանցքով, մտավ մոտակա լոգարանը, կողպեց դուռը։
Նա հենվեց սառը լվացարանին, փորձելով վերահսկել իր շնչառությունը, որը դարձել էր արագացած մակերեսային։ Ինչ էր նա լսել հենց նոր։ Ինչ պետք է աներ այս տեղեկատվությամբ։ Պատմեր Արամին։ Հանդիպեր Հայկին։ Ծածներ, թե ոչինչ չգիտի։ Յուրաքանչյուր տարբերակ անհնար էր թվում, յուրաքանչյուր ուղի լի ավերիչ հետանքներով։ Նա նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Կին, շագանակագույն մազերով, նշած աչքերով, դեմքով, որը սովորաբար հանգստություն էր հաղորդում, բայց հիմա գունատ ու վախեցած էր։ 8 տարի նա անցկացրել էր այդ ընտանիքում։ 8 տարի, հավատալով ուշադիր կառուցված արտաքին տեսքին։ Եվ հիմա, Սուրբ Ծննդյան ընթրիքից 1 ժամ առաջ, ամեն ինչ քանդվում էր։ Լիլիթը մտածեց Անահիտի մասին։ Նրա սկեսուրը, այո, ուժեղ կին էր, բայց նա մինչ ներքուստ ավանդապաշտ էր։ Նա իր կյանքի 40 տարին նվիրել էր Հայկին, հրաժարվելով իր կարիերայից, անձնական երազանքներից, ամեն ինչից կատարյալ կին մայր լինելու համար։ Ինչպես կարձագանքի նա, երբ իմանա, որ այն տղամարդը, որի համար նա ամեն ինչ զոհաբերել էր, սիրահարված է մեկ այլ կնոջ։ Իսկ երեխաները։ Արամը կուռք էր համարում իր հորը։ Նա նրա մեջ տեսնում էր այն տղամարդու կերպարը, որը ցանկանում էր լինել։ Ինչպես էր նա մշակելու այն տեղեկությունը, որ իր հերոսը ստախոս է դավաճան։ Միջնեկ որդին, Տիգրանը, արդեն բարդ հարաբերություններ ուներ Հայկի հետ, միշտ զգալով, որ նա բավականաչափ լավը չէ։ Այս բացահայտումը կարող էր լիովին ոչնչացնել նրանց միջ հաշտեցման ցանկացած հնարավորություն։ Իսկ Սոնան, կրտսերը, հայրիկի փոքրիկ արքայադուստրը։ Նա հղի էր իրենց երրորդ երեխայով։ Նման լուրի սթրեսը կարող էր ազդել հղիության վրա։ Լիլիթը սառը ջուր ցողեց դեմքին, փորձելով զսպել իրեն։ Նա պետք է հստակ մտածեր։ Նա պետք է որոշեր, թե ինչ անել։ Բայց նրա միտքը հակասական զգացմունքների ու մտքերի հորցանուտ էր։ Ինչ-որ մեկը թակեց լոգարանի դուռը։ Լիլիթ, այստեղ ես։ Դա Արամի ձայնն էր։ Նա խորը շունչ քաշեց, ստիպողաբար ժպտաց, որը չէր զգացել, բացեց դուռը։ Բար, սիրելիս։ Ես հենց նոր էի զովանում։ Խոհանոցում շատ շոգ է։ Արամը նրան նայեց այն քնքուշ արտահայտությամբ, որը միշտ հալեցնում էր նրա սիրտը։ Նա ֆիզիկապես շատ նման էր Հայկին, նույն ուժեղ կզակով, նույն մուգ աչքերով, նույն տպավորիչ կազմվածքով։ Բայց հիմա նրան նայելը նշանակում էր տեսնել իր հորը, իսկ հորը տեսնելը հիշել այն, ինչ հենց նոր էր հայտնաբերել։ Մայրիկս զանգահարեց, ասաց Արամը։ Նա խցանման մեջ է։ Կպահանջվի կես ժամ։ Նա խնդրեց քեզ ստուգել ջեռոցում գտնվող հնդկահավը։ Իհարկե, հիմա կիջնեմ։ Արամը բռնեց նրա ձեռքը, երբ նա փորձում էր անցնել։ Լավ ես։ Գունատ տեսք ունես։ Լավ եմ։ Պարզապես մի փոքր հոգնած եմ։ Շատ նախապատրաստություններ կային։ Նա քնքշորեն համբուրեց նրա ճակատը։ Ընթրիքից հետո մենք կհանգստանանք։ Խոստանում եմ։ Միայն մենք երկուսով, մեր սենյակում, հեռու այս ընտանեկան խելագարությունից։ Լիլիթը ստիպողաբար ժպտաց իջավ ներք, ոտքերը թուլացած էին։ Խոհանոցում նա մեխանիկորեն ստուգեց հնդկահավը, նրա միտքը դեռ մտածում էր այն մասին, ինչ հայտնաբերել էր։ Աղախինները կենսուրախ զրուցում էին իրենց սեփական Սուրբ Ծննդյան ծրագրերի մասին, լիովին անտեղյակ իրենց տիրուհու գլխում ծավալվող դրամայից։ Նա պետք է ավելին իմանար։ Նա պետք է իմանար, թե ով է մյուս կինը, որքան ժամանակ էր սատել, դավաճանության չափը։ Նա չէր կարող պարզապես դեմ առ դեմ կանգնել Հայկի հետ կամ ինչ-որ մեկին պատմել զրույցի մի հատվածի հիման վրա։ Նրան անհրաժեշտ էին կոնկրետ ապացույցներ, համատեքստ, վստահություն, նախքան ամբողջ ընտանիքը կործանելը։ Լիլիթը նայեց ժամացույցին։ 5:30 էր։ 1:30 ժամից ընտանիքը կսկսեր ժամանել։ Նա սահմանափակ ժամանակ ուներ ուսումնասիրելու համար։ Նա վերադարձավ երկրորդ հարկ, այս անգամ հստակ նպատակով։ Հայկն այլս գրասենյակում չէր։ Նա լսում էր, թե ինչպես է նա ներքի հարկում խոսում աշխատակիցներից մեկի հետ արտաքին լուսավորության մասին։ Սա նրա հնարավորությունն էր։ Հայկի գրասենյակը տղամարդկային սրբավայր էր, մուգ փայտով պատված պատեր, գրքերով ու գավաթներով լի դարակներ, հնաոճ սեղան, որը պատկանել էր նրա հորը։ Լիլիթը երբեք այնտեղ մենակ չէր մտել։ Դա անձնական տարածք էր, որը հարգում էին տան բոլոր անդամները։
Սակայն գաղտնիության կանոնները պակաս կարևոր էին թվում, քանի որ նա գիտեր, որ այդ տարածքի տերը ստի մեջ էր ապրում։ Նա ուղիղ գնաց սեղանի մոտ։ Համակարգիչն անջատված էր, հավանաբար գաղտնաբառով պաշտպանված։ Բայց այնտեղ դարակներ, թղթեր, գուցե Հայկի կրկնակի կյանքի որե հետք։ Առաջին դարակում կային ընկերության փաստաթղթեր, պայմանագրեր, նախագծեր, ֆինանսական հաշվետվություններ։ Ոչ մի օգտակար բան։ Երկրորդում կային անձնական իրեր, հին գրիչներ, կոտրված ժամացույց, երեխաների լուսանկարներ, երբ նրանք փոքր էին։ Լիլիթը մեղքի զգացում զգաց, տեսնելով այդ անմեղ պատկերները, բայց շարունակեց իր որոնումները։ Երրորդ դարակը փակ էր։ Լիլիթը շուրջը նայեց, բանալի փնտրելով։ Ֆիլմերում բանալիները միշտ թաքցված էին լինում ակնհայտ տեղերում, առարկաների տակ կամ կեղծ գրքերի մեջ։ Նա սկսեց որոնել, բացել տուփեր, ստուգել նկարների շրջանակների ետում, մինչ որ գտավ մարմարե թղթափայտի հատակին ամրացված մի փոքրիկ ոսկե բանալի։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բանալին մտցրեց կողպեքի մեջ։ Նրա մի մասը դեռ հույս ուներ ոչինչ չգտնելու, համոզելու իրեն, որ սխալ է մեկնաբանել հեռախոսազրույցը, որ ամեն ինչի համար կա անմեղ բացատրություն։ Բայց երբ դարակը բացվեց, այդ հույսը անմիջապես մարեց։ Կար մի բջջային հեռախոս։ Երկրորդ հեռախոս, որը Լիլիթը երբեք չէր տեսել Հայկին օգտագործելիս։ Եվ դրա տակ, ձեռագիր նամակների մի կույտ, բոլորը նույն բուրավետ լավանդայի թղթի վրա, բոլորն էլ ուղղված էին իմ սիրելի Հայկին, ստորագրված էին Մարիամ անունով։ Լիլիթը դողացող ձեռքերով վերցրեց նամակներից մեկը, սկսեց կարդալ։ Իմ սիրելի Հայկ, մեր վերջին հանդիպումից Դիլիջանում անցել է 1 շաբաթ, ես կարոտում եմ քեզ, կարծես 1 տարի լիներ։ Առանց քեզ օրերը մոխրագույն ու դատարկ են։ Գիտեմ, որ քո վիճակը բարդ է, գիտեմ, որ դու պարտականություններ ունես քո ընտանիքի առջ, բայց չեմ կարող չերազել այն օրվա մասին, երբ մենք կկարողանանք միասին լինել, առանց թաքնվելու ստելու։ Դու ինձ խոստացար, որ այդ օրը կգա։ Ես հավատում եմ քեզ։ Միշտ հավատացել եմ։ Ամբողջ սիրով, քո Մարիամ։ Նամակը թվագրված էր 3 ամիս առաջ։ Լիլիթը վերցրեց մեկ այլ, ավելի հին նամակ։ Հայկ իմ սեր, շնորհակալություն Թբիլիսիում անցկացրած հրաշալի հանգստյան օրերի համար։ Քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր պահը նվեր է։ Երբ մենք միասին ենք, մոռանում եմ, որ դրսում աշխարհ կա, մոռանում եմ իմ խնդիրների մասին, մոռանում եմ ամեն ինչի մասին, որը մենք երկուս չենք։ Դու ինձ կենդանի ես զգում այնպես, ինչպես երբեք չեմ զգացել։ Ես հաշվում եմ օրերը մինչ մեր հաջորդ հանդիպումը։ Հավերժ քոնը, Մարիամ։ Սա 8 ամիս առաջվա նամակ էր։ Լիլիթը շարունակում էր թերթել էջերը։ Կային տասնյակ նամակներ, որոշները կարճ, որոշները երկար, բոլորը լի էին սիրով կրքով։ Ամենահինը, որը նա գտել էր, 4 տարի առաջվա նամակ էր։ 4 տարի։ Հայկը սիրավեպ ուներ առնվազն 4 տարի, բոլորի քթի տակ։ Լիլիթը վերցրեց բջջային հեռախոսը, փորձեց այն բացել։ Այն գաղտնաբար խնդրեց։ Նա փորձեց մի քանի ակնհայտ համադրություններ, Հայկի ծննդյան օրը, նրանց ամուսնության տարեդարձը, երեխաների անունները։ Ոչինչ չաշխատեց։ Հետո նա փորձեց Մարիամը թվերի վերածել։ Հեռախոսը բացվեց։ Այն, ինչ նա այնտեղ գտավ, նույնիսկ ավելի սարսափելի էր, քան նամակները։ Կային հարյուրավոր հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր։ Լիլիթը չէր կարողանում դիտել տեսանյութերը, բայց լուսանկարները բավարար էին։ Հայկը մի գեղեցիկ կին, որը 40-ն անց էր թվում, շիկահեր մազերով, լայն ժպիտով։ Նրանք հայտնվեցին ռեստորաններում, լողափերում, հյուրանոցային համարներում։ Մի լուսանկարում նրանք հագած էին միանման խալաթներ, ակնհայտորեն ինչ-որ շքեղ սպա կենտրոնում։ Մեկ այլ լուսանկարում Հայկը գրկել էր մի փոքրիկ շան, մինչ Մարիամը համբուրում էր նրա այտը։ Եթե երբե ունեցել եք մի հայտնագործություն, որն ամբողջությամբ փոխել է ձեր տեսակետը մեկի մասին, թողեք մեկնաբանություն պատմելով, թե ինչպես եք հաղթահարել դա։ Երբեմն օգնում է արտահայտվելը։ Լիլիթը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքից։ Ոչ թե իր համար, այլ Անահիտի համար։ Իր նվիրված սկեսուրի, ով հենց այդ պահին, հավանաբար խցանման մեջ էր, անհամբեր սպասումով տուն վերադառնալուն կատարյալ Սուրբ Ծննդյան տոներին։ Մինչդեռ նրա ամուսինն ամբողջ կյանքն անցկացրել էր մեկ այլ կնոջ հետ, լի ճանապարհորդություններով, նվերներով, ապագայի խոստումներով։ Նա շարունակեց հեռախոսով որոնել։
Կար մեր փոքրիկ անկյունը վերնագրով լուսանկարների ալբոմ, որը ցույց էր տալիս մի բան, որը կարծես բնակարան էր։ Ժամանակակից զավորում, լեռների տեսարաններ, ակնհայտորեն հարմարավետ խնամված վայր։ Արդյոք Հայկը բնակարան էր գնել իր սիրուհու համար։ Հաշվի առնելով նրա կարողությունը, դա լիովին հնարավոր էր։ Վերջին հաղորդագրություններում Լիլիթը գտավ այն զրույցը, որը հաստատեց իր ամենավատ կասկածները։ Մարիամ, երբ ես նրան պատմելու։ Հայկ, նոր տարուց հետո։ Խոստանում եմ։ Ես այլս չեմ կարողանում դիմանալ այս կրկնակի կյանքին։ Մարիամ, դու տարիներ շարունակ դա ես ասում, սիրելիս։ Ես սկսում եմ մտածել, թե արդյոք դա իսկապես տեղի է ունենալու։ Հայկ, այս անգամ այլ է։ Ես արդեն խորհրդակցել եմ փաստաբանների հետ։ Ես կազմակերպում եմ իմ ֆինանսները։ Մարտ ամսին ես ազատ կլինեմ։ Մարիամ, իսկ քո երեխաները։ Ինչպես կարձագանքեն նրանք։ Հայկ, սկզբում նրանք կտանջվեն։ Բայց նրանք մեծահասակներ են։ Նրանք կհասկանան։ Եվ երբ տեսնեն, թե որքան երջանիկ եմ քեզ հետ, կընդունեն դա։ Մարիամ, հուսով եմ, ճիշտ ես։ Ես հոգնել եմ մյուս կինը լինելուց։ Ես ուզում եմ միակը լինել։ Հայկ, դու արդեն միակն ես իմ սրտում։ Մնացածը պարզապես բյուրոկրատիա է։ Զրույցը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ։ Հայկը պարզապես սիրավեպ չէր ունեցել։ Նա պլանավորում էր լքել Անահիտին։ Նա խորհրդակցում էր փաստաբանների հետ, կազմակերպում էր ամուսնալուծություն, պատրաստվում էր կործանել 40 տարվա ամուսնությունը մի ամբողջ ընտանիք։ Լիլիթը հեռախոսն ու նամակները դրեց ճիշտ այնպես, ինչպես գտել էր, կողպեց տարակը բանալին վերադարձրեց թաքստոց։ Նա գրասենյակից դուրս եկավ լիակատար ցնցման մեջ, հազիվ կարողանալով ընկալել հայտնաբերածի մասշտաբը։ Աստիճաններով իջնելիս նա նախասրահում գտավ Հայկին, որը ստուգում էր իր պաշտոնական հեռախոսը, որը բոլորը գիտեին։ Նա վեր նայեց ժպտաց նրան, սիրալիր աներոջ ջերմ ժպիտով։ Լիլիթ, սիրելիս, ամեն ինչ պատրաստ է ընթրիքի համար։ Նա ստիպված էր հավաքել իր ողջ ուժերը, նորմալ պատասխանելու համար։ Այո, աներ։ Հնդկահավը գրեթե պատրաստ է, սեղանը գցված է, մնում է միայն Անահիտի ժամանումը, վերջնական զարդարանքներով։ Հիանալի է, հրաշալի։ Հրաշալի սուրբ ծնունդ է լինելու։ Ամբողջ ընտանիքը միասին, ինչպես պետք է լինի։ Լիլիթը նայեց նրան, իսկապես նայեց։ Նա տեսավ մի տղամարդու, որին կարծում էր ճանաչում է, բայց որը բոլորովին անծանոթ էր։ Մի տղամարդու, որը ժպտում էր խոսում ընտանիքի մասին, միաժամանակ պլանավորելով լքել նրան։ Մի տղամարդու, որը հրապարակայնորեն համբուրել էր կնոջը, միաժամանակ սիրային հաղորդագրություններ ուղարկելով մեկ այլ կնոջ։ Կեղծավորությունը սրտխառնոց էր պատճառում։ Ներեցեք, ես պետք է խոհանոցում ինչ-որ բան ստուգեմ, ասաց նա, հեռանալով, նախքան տղամարդը կնկատեր նրա դեմքի արտահայտությունը։ Խոհանոցում Լիլիթը հենվել էր սեղանին, փորձելով զսպել արցունքները, որոնք սպառնում էին հեղեղվել։ Սպասուհիներից մեկը, Արուսյակը, 60-ամյա մի կին, որը տասնամյակներ շարունակ աշխատել էր Պետրոսյանների մոտ, մտահոգ մոտեցավ։ Տիկին Լիլիթ, ձեզ վատ եք զգում։ Կարող եմ ձեզ ջուր կամ թեյ բերել։ Լավ եմ, Արուսյակ։ Միայն մի փոքր գլխապտույտ ունեմ։ Հավանաբար վառարանի ջերմությունից է։ Մատուցողուհին, կարծես, համոզված չէր, բայց չպնդեց։ Եթե ինչ-որ բանի կարիք ունեք, պարզապես զանգահարեք։ Եվ տիկին Անահիտը հենց նոր զանգահարեց, 10 րոպեից այստեղ կլինի։ Անահիտ։ 10 րոպեից նրա սկեսուրը կլիներ այնտեղ, ժպտալով ոգորված սուրբ ծննդով, առանց որևէ պատկերացման, որ ամուսինը մի քանի ամսից պատրաստվում է լքել իրեն։ Ինչպես կարող էր Լիլիթը նայել նրա աչքերի մեջ ծածնել, թե ամեն ինչ նորմալ է։ Նա մտածեց իր տարբերակների մասին։ Կարող էր Անահիտին անմիջապես ասել, նախքան որը մեկի ժամանումը։ Բայց դա կփչացներ սուրբ ծնունդը, կստեղծեր սարսափելի տեսարան, նույնիսկ կարող էր վտանգավոր լինել, հաշվի առնելով Անահիտի բարձր արյան ճնշումը։ Նա կարող էր սպասել մինչ տոների ավարտը, ընտանիքին մի քանի օր խաղաղություն պարգել փոթորկից առաջ։ Բայց դա նշանակում էր մասնակցել խարդավանքի, ժպտալ բաժակաճառ խմել, գիտակցելով, որ դա բոլորը սուտ է։ Նա կարող էր նախ Արամին ասել, թողնել, որ նա որոշի, թե ինչպես վարվել իրավիճակում։ Բայց դա հսկայական բեռ կդներ ամուսնու ուսերին, նրան ստիպելով ընտրություն կատարել մորը պաշտպանելու հորը դիմակայելու միջ։
Նա կարող էր պարզապես ոչինչ չասել, ձացնել, թե երբեք չի իմացել, թողնել, որ իրադարձությունները բնականորեն զարգանան, երբ Հայկը վերջապես ամուսնալուծության խնդրանք ներկայացնի։ Բայց դա նրան կդարձներ ստի մեղսակից, նույնքան մեղավոր, որքան Հայկը։ Լավ տարբերակ չկար։ Յուրաքանչյուր ճանապարհ տանում էր դեպի ցավ կործանում։ Միակ տարբերությունն այն էր, թե ով առաջինը կտուժի որքան։ Լիլիթը լսեց մուտքի դռան բացվելը, Անահիտի ուրախ ձայնը արձագանքեց միջանցքում։ Ես այստեղ եմ։ Կներեք ուշացման համար, երթևեկությունը անհնար էր։ Ես բերել եմ ամենագեղեցիկ զարդարանքները, դուք դրանք շատ կսիրեք։ Նա խորը շունչ քաշեց, արագ սրբեց աչքերը գնաց սկեսուրին դիմավորելու։ Անահիտը փայլում էր, ձեռքներին ոսկե կարմիր զարդերով լի պայուսակներ, վերարկուն ծածկված էր դեռ չհալված ձյան փաթիլներով։ Լիլիթ, սիրելիս, արի տես, թե ինչ գտա։ Անահիտը պայուսակից հանեց մի հսկայական ոսկեգույն աստղ։ Ծառի գագաթի համար։ Մեր հինը այնքան գունաթափված էր, որ մեզ նորը պետք էր։ Լիլիթը ստիպողաբար ժպտաց։ Նա գեղեցիկ է, սկեսուր։ Նա կատարյալ տեսք կունենա։ Հայկը հայտնվեց, համբուրեց կնոջ ճակատը։ Բարի վերադարձ, սիրելիս։ Այս խցանումների մեջ անհանգստանում էի քեզ համար։ Լիլիթը դիտում էր տեսարանը զզվանքի տխրության խառնուրդով։ Հայկը, խաղալով անհանգստացած ամուսնու դերը, Անահիտը լիովին մոլորվել էր, հավատալով ներկայացմանը։ Քանի՞ անգամ էր սա պատահել վերջին 4 տարիների ընթացքում։ Քանի՞ կեղծ համբույր, քանի՞ դատարկ խոսք, քանի՞ կեղծավորություն, քողարկված սիրո տակ։ Սոնան զանգահարեց օդանավակայանից, ասաց Անահիտը, պայուսակները տալով սպասուհուն։ Չվերթը 1 ժամ ուշացավ Մոսկվայում ձյան պատճառով, բայց նրանք հիմա ճանապարհին են։ Նրանք պետք է հասնեն ժամը 8-ին մոտ։ Իսկ Տիգրանը, հարցրեց Հայկը։ Նա հաստատեց, որ գալու է։ Նա բերում է այդ նոր ընկերուհուն, ինչ է նրա անունը նորից։ Կարինե՞։ Նա ասաց, որ այս անգամ լուրջ է։ Տիգրանը միշտ ասում է, որ լուրջ է, դժգոհեց Հայկը, քանի լուրջ ընկերուհի է նա ունեցել այս տարի։ 3, 4։ Լիլիթը նկատեց Հայկի ձայնի մեջ դժգոհ տոնը։ Նա քննադատում էր որդուն հարաբերությունները պահպանել չկարողանալու համար, մինչդեռ ինքը տարիներ շարունակ դավաճանում էր կնոջը։ Իրոնիան գրեթե կատակերգական էր, եթե այդքան ողբերգական չլիներ։ Հաջորդող ժամերը տանջանք էին Լիլիթի համար։ Նա օգնեց զարդարել տոնածառը, կարգավորել սեղանի վերջին մանրամասները, ողջունել ժամանող հյուրերին, այդ ամենը միաժամանակ կրելով կործանարար գաղտնիքի ծանրությունը։ Յուրաքանչյուր շպիտ ջանք էր, յուրաքանչյուր պատահական զրույց, փորձություն։ Արամը հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Միջանցքում մի պահի ընթացքում նա նրան մի կողմ քաշեց։ Լիլիթ, ինչ է կատարվում։ Դու տարօրինակ ես վարվում այն ժամանակվանից, երբ քեզ տեսա լոգարանում։ Ոչինչ չէ, սիրելիս։ Ես պարզապես հոգնած եմ։ Մի ստիր ինձ։ Ես քեզ 10 տարի ճանաչում եմ, գիտեմ, թե երբ է ինչ-որ բան քեզ անհանգստացնում։ Դա ես եմ արել։ Ինչ-որ մեկն ասել է։ Լիլիթը նայեց ամուսնու աչքերի մեջ, այդ աչքերի մեջ, որոնք այնքան նման էին Հայկի աչքերին, զգաց, թե ինչպես է սիրտը կոտրվում։ Ինչպես կարող էր նա ասել նրան, որ հայրը, որին նա կուռք էր համարում, ստախոս էր։ Որ իր ծնողների ամուսնությունը, որը նա միշտ որպես օրինակ էր բերում, կեղծիք էր։ Դու չես, վերջապես ասաց նա։ Դա երբեք դու չես։ Պարզապես ընթրիքից հետո մենք պետք է խոսենք։ Կա մի կարևոր բան, որ ես պետք է քեզ ասեմ։ Արամը խոժոռվեց, ակնհայտորեն անհանգստացած։ Կարևոր ինչպես։ Դու ինձ վախեցնում ես։ Խոսում եմ, մեզ մասին չէ։ Մեր ամուսնությունը լավ է։ Բայց դա մի բան է, որը կազդի ընտանիքի վրա։ Պարզապես չեմ ուզում փչացնել Սուրբ Ծնունդը, հիմա ձեզ ասելով։ Եթե լուրջ բան է, գուցե հիմա ասեմ։ Չեմ ուզում ամբողջ ընթրիքն անցկացնել անհանգստանալով։ Լիլիթը տատանվեց։ Նրա մի մասը ուզում էր արտահայտվել, կիսվել այդ սարսափելի լուրի ծանրությամբ։ Բայց նա նայեց սենյակին, որտեղ Անահիտը դեմքին անկեղծ շպիտով դասավորում էր տոնածառի վերջին զարդարանքները, չկարողացավ։ Ընթրիքից հետո, կրկնեց նա. Խնդրում եմ, վստահիր ինձ։
Արամը գող չէր թվում, բայց գլխով արեց. Լավ. Ընթրիքից հետո. Բայց դու ինձ ամեն ինչ պատմելու ես. Ժամը 7-ին տունը լիքն էր. Տիգրանը ժամանել էր Կարինեի 26-ամյա կարմիր մազերով նյարդային ժպիտով աղջկա հետ, կարծես առաջին անգամ էր հանդիպում իր ընկերոջ ընտանիքին. Անահիտի ծնողները, որոնք արդեն 80-ն անց էին, նստած էին ամենահարմարավետ բազմոցին հոգնած, բայց ուրախ աչքերով դիտում էին իրադարձությունները. Ժամանեցին զարմիկներ, հորեղբայրներ, մտերիմ ընտանիքի ընկերներ, միմյանց ողջունելով ջերմ գրկախառնություններով, շնորհավորելով տոների կապակցությամբ. Լիլիթը շրջում էր սենյակում, առաջարկելով ըմպելիքներ նախուտեսներ, փորձելով ներկայանալ որպես այն կատարյալ հարսը, ինչպիսին միշտ եղել է. Բայց ներսում նա նայում էր. Նայում էր, թե ինչպես է Հայկը շփվում հյուրերի հետ, խաղալով առատաձեռն պատրիարքի նվիրված ամուսնու դերը. Նայում էր, թե ինչպես է Անահիտը ճառագայթում երջանկություն, հպարտանալով իր կառուցած ընտանիքով. Նայում էր, թե ինչպես է սուտը բացահայտվում իր աչքերի առաջ, անտեսանելի բոլորի համար, բացի իրենից. Մի պահ Հայկը աննկատելիորեն դուրս եկավ սենյակից. Լիլիթը աչքերը հառեց նրան, տեսավ, որ նա բարձրացավ վեր, դեպի գրասենյակ. Հավանաբար, նա պատրաստվում էր ստուգել իր գաղտնի բջջային հեռախոսը, Մարիամին հաղորդագրություն ուղարկել, շնորհավորելով նրան Սուրբ Ծննդյան կապակցությամբ. Այս միտքը նրան զզվանք պատճառեց. Նա մոտեցավ Անահիտին, որը զարմուհու հետ զրուցում էր աղանդերի բաղադրատոմսերի մասին. Սկեսուր, կարող եմ մի պահ խոսել քեզ հետ. Առանձին. Անահիտը հետաքրքրասիրությամբ նայեց նրան, բայց գլխով արեց. Նրանք գնացին սենյակի ավելի մեկուսի անկյուն. Ինչ է պատահել, սիրելիս. Բոլոր նախապատրաստությունները լավ են ընթանում. Լիլիթը բացեց բերանը խոսելու, բայց բառերը չէին դուրս գալիս. Ինչպես սկսել. Ինչպես մեկնախադասությամբ ոչնչացնել կնոջ աշխարհը. Նա նայեց Անահիտի դեմքին, գնճիռներին, որոնք պատմում էին ժպիտների ու անհանգստությունների կյանքի մասին, աչքերին, որոնք դեռ փայլում էին մեկի անմեղությամբ, ով չգիտեր, որ իրեն դավաճանում են. Ես ուղղակի ուզում էի շնորհակալություն հայտնել, ասաց Լիլիթը, վերջին վայրկյանին թեման փոխելով. Ինձ ընտանիքում ընդունելու համար. Այսքան տարի ինձ դստեր պես վերաբերվելու համար. Դու ինձ համար շատ բան ես նշանակում. Անահիտը ժպտաց բռնեց Լիլիթի ձեռքերը. Օ, սիրելիս, դու ինձ համար դստեր պես ես. Այն պահից, երբ Արամը քեզ բերեց ընտանիքի հետ ծանոթանալու, ես գիտեի, որ դու յուրահատուկ ես. Եվ այս 8 տարիները միայն հաստատեցին դա. Դու օրհնություն ես մեր ընտանիքի համար. Բառերն այնքան անկեղծ էին, այնքան լի սիրով, որ Լիլիթը զգաց, որ արցունքները սպառնում են նորից հեղեղվել. Նա արագ թարթեց աչքերը, փորձելով զսպել իր զգացմունքները. Լացո՞մ է, անհանգստացած հարցրեց Անահիտը, ինչ-որ բան պատահել է. Ոչ, ոչ. Դա ուղղակի. Սուրբ Ծննդյան հույզեր են. Գիտեք, թե ինչպես է լինում. Ընտանիքի միասին լինելը, հիշողությունները, այդ ամենը. Անահիտը գրկեց նրան. Գիտեմ, սիրելիս. Գիտեմ. Սա հուզիչ ժամանակ է. Բայց դրանք լավ զգացմունքներ են. Մենք բոլորս այստեղ ենք, առողջ, միասին. Ինչ ավելին կարող ենք խնդրել. Լիլիթը գրկախառնվեց, զգալով Անահիտի մարմնի փխրունությունը, ծերացած մաշկի տակ գտնվող նուրբ ոսկորները. Այս կինը արժանի էր ճշմարտությանը. Նա արժանի էր իմանալ, որ այն տղամարդը, որին նա նվիրել էր իր կյանքը, պատրաստվում էր լքել իրեն. Բայց նա արժանի էր մեկ վերջին խաղաղ Սուրբ Ծննդյան, մեկ վերջին երջանկության գիշերվա, փոթորկից առաջ. Մուտքի դուռը մեծ արագությամբ բացվեց, Սոնան ներս մտավ, կրկին քնած երեխա, որին հետում էր ամուսինը, մեկ այլ երեխայի մի քանի ճամպրուկների հետ. Մենք ժամանեցինք, հայտարարեց Սոնան, նրա դեմքը լուսավորվեց լայն ժպիտով. Կներեք ուշացման համար, օդանավակայանի խցանումը սարսափելի էր. Ամբողջ ուշադրությունը սերվեց նորեկների վրա. Անահիտը վազեց գրկելու դստերն ու թոռներին, Հայկը իջավ աստիճաններով, նրանց դիմավորելու, սենյակը լցվեց ուրախ ձայներով ու ողջույնի բացականչություններով. Լիլիթը հեռվից դիտում էր, տարօրինակ կերպով իրեն անտեղի զգալով. Այն ընտանիքը, որին նա սիրում էր, այդ տոնական հավաքույթի տեսարանը, ամեն ինչ հիմնված էր ստերի վրա. Եվ նա այժմ գաղտնիքի պահապանն էր, որը կարող էր ամեն ինչ ոչնչացնել. Սոնան մոտեցավ նրան, բոլորին ողջունելուց հետո. Լիլիթ, դու գեղեցիկ ես.
Այդ զգեստը նոր է։ Արամից նվեր մեր հարսանիքի տարեդարձի առթիվ, պատասխանեց Լիլիթը, փորձելով բնական ժպտալ։ Նա միշտ լավ ճաշակ է ունեցել։ Այն ժառանգել է հորից։ Սոնան երկրպագությամբ նայեց Հայկին։ Իդեպ, նկատել ես, թե որքան տարբեր տեսք ունի հայրիկը։ Նա ավելի երիտասարդ է թվում, ավելի երջանիկ։ Մայրիկը, հավանաբար, լավ է հոգ տանում նրա մասին։ Լիլիթը զգաց, որ ստամոքսը խառնվում է։ Հայկը թվում էր ավելի երիտասարդ, ավելի երջանիկ, քանի որ սիրահարված էր մեկ այլ կնոջ։ Նրան լավություն էր անում ոչ թե Անահիտը, այլ Մարիամը։ Բայց, իհարկե, Սոնան դա չգիտեր։ Ոչ ոք չգիտեր։ Բացի Լիլիթից։ Ճիշտ է, կարողացավ ասել նա։ Քո հայրը շատ լավ է։ Ժամը 8-ին բոլորին կանչեցին ճաշի սեղանի շուրջ։ 20 մարդ նստեց շքեղորեն դասավորված սեղանի շուրջ, Հայկն ու Անահիտը, ինչպես ավանդույթն էր պահանջում, գտնվում էին հակառակ ծայրերում։ Հնդկահավը զբաղեցրեց կենտրոնը, շրջապատված ավանդական հայկական ուտեստներով, տոլմա, խորոված, լավաշ, բազմազան աղցաններ, խավարտներ։ Մինչ ուտելը սկսելը, Հայկը վեր կացավ, պատրաստելու ավանդական սուրբ ծննդյան կենացը։ Ընտանիք, սկսեց նա, նրա խորը, վստահ ձայնը լցրեց սենյակը։ Եվս 1 տարի անցավ, ահա մենք կրկին հավաքվել ենք տոնելու։ Ես նայում եմ այս սեղանի շուրջը տեսնում, թե ինչն է իրականում կարոր կյանքում։ Իմ կինը, Անահիտը, 40 տարվա իմ ուղեկիցը, այն ժայռը, որի վրա ես ամեն ինչ կառուցել եմ։ Նա բարձրացրեց բաժակը նրա կողմը։ Իմ երեխաները, Արամը, Տիգրանը, Սոնան, իմ ամենամեծ հպարտությունն են։ Եվս 1 խոնարհում։ Իմ թոռները, մեր տոհմի ապագան։ Եվ դուք բոլոր ընտանիք ընկերներ, որոնք հարստացնում եք մեր կյանքը։ Լիլիթը հետում էր ելույթին, սրտխառնոցը մեծացնելով։ Ամեն բառը սուտ էր։ 40 տարվա ընկեր, որին նա պատրաստվում էր լքել։ Մեծագույն հպարտություն, որին նա պատրաստվում էր կործանել։ Դա երեսպաշտության վարպետորեն ցուցադրված ներկայացում էր։ Այս սուրբ ծննդյանը, շարունակեց Հայկը, ուզում եմ բաժակաճառ ասել ընտանիքի համար։ Մեզ միավորող հավատարմության համար։ Մեզ պահող ազնվության համար։ Եվ բոլոր դժվարությունները հաղթահարող սիրո համար։ Եթե այս պատմությունը ձեզ գրավում է, խորհուրդ ենք տալիս լայք թողնել, բաժանորդագրվել ալիքին։ Ձեր փոխազդեցությունը մեզ օգնում է շարունակել ձեզ նմանատիպ բովանդակություն տրամադրել։ Բաժակները բարձրացվեցին, մարդիկ բաժակներ խմեցին, սկսվեց ընթրիքը։ Լիլիթը հազիվ էր ուտում։ Յուրաքանչյուր կծում ջանք էր, յուրաքանչյուր կուլ մարտահրավ էր։ Նա հարցերին պատասխանում էր մեխանիկորեն, մակերեսորեն մասնակցում էր զրույցներին, հաշվելով րոպեները, մինչ կարողանար հեռանալ։ Արամը, նստած նրա կողքին, սեղմեց նրա ձեռքը սեղանի տակ։ Սա շուտով կավարտվի, շշնջաց նա։ Եվ դու ինձ ամեն ինչ կպատմես։ Նա գլխով արեց, երախտապարտ ամուսնու լուր աջակցության համար։ Ամեն դեպքում, նա բախտավոր էր։ Նրա ամուսնությունը իրական էր, նրա սերը, իսկական։ Ի տարբերություն իր սկեսուր սկեսրայրի ամուսնության, որը դատարկ կճեպ էր, որը պահպանվում էր հարմարավետության ստի շնորհիվ։ Սեղանի շուրջ զրույցը ծավալվում էր ընտանեկան հավաքույթների բնորոշ թեմաների շուրջ, աշխատանքային նորություններ, փոխադարձ ծանոթությունների մասին բամբասանքներ, նոր տարվա ծրագրեր։ Տիգրանը պաշտոնապես ներկայացրեց Կարինեին ընտանիքին, լավ հումորով պատասխանելով մորաքույրերի տատիկների անտարբեր հարցերին։ Սոնան խոսեց իր հղիության մասին, ցույց տալով վերջերս անցած ուլտրաձայնային հետազոտության լուսանկարները։ Արամը խոսեց իր ճարտարապետական ընկերությունում սպասվող պաշտոնի բարձրացման մասին։ Հայկը ամեն ինչի վրա էր ղեկավարում, ինչպես բարեգործ պատրիարքը, մեկնաբանություններ անելով, խորհուրդներ տալով, խաղալով այն դերը, որը կատարելագործել էր տասնամյակներ շարունակ։ Լիլիթը նրան նայում էր հմայքի սարսափի խառնուրդով։ Ինչպես էր նա դա անում։ Ինչպես կարող էր նստել այնտեղ, շրջապատված ընտանիքով, որին պատրաստվում էր դավաճանել, այդքան անկեղծորեն երջանիկ թվալ։ Մի պահ Հայկի հեռախոսը թրթռաց։ Նա աննկատ նայեց էկրանին, Լիլիթը տեսավ մի ակնթարթային ժպիտ նրա դեմքին, նախքան սարքը մի կողմ դնելը։ Անկասկած, հաղորդագրություն Մարիամից։ Հնարավոր է, շնորհավորում էր նրան սուրբ ծննդյան կապակցությամբ։ Կամ հարցնում էր, թե երբ կարող է գաղտնի զանգահարել նրան։ Սեղանի մյուս ծայրում նստած Անահիտը ոչինչ չէր նկատել։
Նա չափազանց զբաղված էր իր կրտսեր թոռան համար ուտելիք կտրատելով, լիովին խորասուզված էր նվիրված տատիկի իր դերի մեջ։ Իրականության նրա ընկալման միջ անհամապատասխանությունը սրտաճմլիկ էր։ Ընթրիքը տեց 2 ժամ, որին հաջորդեցին աղանդերը, սուրճը, էլի զրույցներ։ Երբ մարդիկ վերջապես սկսեցին հրաժեշտ տալ, արդեն կեսգիշերն անց էր։ Առաջինը հեռացան տարեց մարդիկ, որոնց հաջորդեցին ընկերներն ու ավելի հեռավոր զարմիկները։ Աստիճանաբար տունը դատարկվեց, մինչ մնաց միայն մերձավոր ազգականները։ Սոնան նրա ամուսինը քնած երեխաներին տարան հյուրասենյակ։ Տիգրանն ու Կարինեն հայտարարեցին, որ գնում են նրա բնակարան, խոստանալով հաջորդ օրը վերադառնալ ճաշի։ Հայկն ու Անահիտը գնացին իրենց սենյակ, իսկ Հայկը նշեց, որ հոգնած է այդքան զբաղված օրվանից հետո։ Վերջապես, Լիլիթն ու Արամը մենակ մնացին հյուրասենյակում, շրջապատված տոնակատարության մնացորդներով։ Դատարկ բաժակներ, կնճռոտված անձեռոցիկներ, մնացորդային ուտելիք, որոնք սպասավորները սպասում էին հաջորդ առավոտյան վերցնելուն։ Հիմա կարող ես ինձ ասել, ասաց Արամը, նստելով բազմոցին Լիլիթին քաշելով նստեցնել իր կողքին։ Ինչ է կատարվում։ Լիլիթը նայեց ամուսնուն, տղամարդուն, որին սիրել էր 10 տարի, զգաց այն բանի ծանրությունը, ինչ պատրաստվում էր անել։ Նա պատրաստվում էր ոչնչացնել հոր մասին նրա ունեցած պատկերացումը։ Նա ընդմիշտ փոխելու էր ընտանեկան դինամիկան։ Ասված խոսքերից հետո այլս վերադարձ չկար։ Նախքան քեզ ասելը, դանդաղ ասաց նա, պետք է ինձ մեկ բան խոստանաս։ Խոստացիր, որ մինչ վերջ կլսես ինձ, նախքան որե բան արձագանքելը։ Եվ խոստացիր, որ ոչ մի անխոհեմ բան չես անի։ Արամը խոժոռվեց։ Դու լուրջ վախեցնում ես ինձ։ Ինչը կարող է այդքան լուրջ լինել։ Ճանապարհային երթևեկություն։ Լավ, խոստանում եմ։ Հիմա խոսիր։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Այսօր կեսօրին, ընթրիքից առաջ, ես վեր բարձրացա, հյուրասենյակը ստուգելու։ Երբ անցա քո հոր գրասենյակի մոտով, դուռը կիսաբաց էր, ես լսեցի, թե ինչպես է նա հեռախոսով խոսում։ Նա չգիտեր, որ ես այնտեղ եմ։ Եվ ինչ ասաց նա։ Նա խոսում էր մի կնոջ հետ։ Նրան անվանում էր իմ սեր։ Ծրագրեր էր կազմում հանդիպել նրան նոր տարուց հետո Թբիլիսիում։ Նա ասում էր, որ սիրում է նրան։ Նա ասում էր, որ նա վերջին տարիներին իր հետ պատահած լավագույն բանն էր։ Արամը անշարժ կանգնած էր, դեմքը անհասկացողության դիմակով։ Սա պետք է որ թյուրիմացություն լինի։ Հայրս սա չէր անի։ Նա սիրում է մորս։ Նրանք 40 տարի ամուսնացած են։ Ես էլ կարծում էի, որ թյուրիմացություն է, շարունակեց Լիլիթը։ Այսպիսով, ես հետաքննություն անցկացրի։ Ես գնացի նրա գրասենյակ, երբ նա զբաղված էր, գտա մի փակ դարակ։ Ներսում գաղտնի բջջային հեռախոս տասնյակ սիրային նամակներ կար։ Մարիամ անունով մի կնոջից։ Սիրավեպը տում է առնվազն 4 տարի, Արամ։ Եվ կարդացած հաղորդագրություններիցս երում է, որ քո հայրը պլանավորում է բաժանվել քո մորից նոր տարուց հետո։ Հետաց լռությունը լիակատար էր։ Արամը, կարծես, դադարել էր շնչել։ Նրա դեմքի արտահայտությունը շփոթմունքից փոխվեց ժխտման, ժխտումից սարսափի, սարսափից խորը ցավի, որը խոցեց Լիլիթի սիրտը։ Ոչ, վերջապես ասաց նա, խռպոտ ձայնով։ Դա չի կարող ճիշտ լինել։ Հայրս այդպիսի մարդ չէ։ Դուք, հավանաբար, սխալ եք մեկնաբանել նրան։ Կամ ինչ-որ մեկը դավադրություն է նյութում նրա դեմ։ Մրցակիցները, հնարավոր է, փորձում են կործանել նրա հեղինակությունը։ Ես տեսա լուսանկարները, Արամ։ Նա այդ կինը, ճամփորդությունների ժամանակ, հյուրանոցներում, ընթրիքների ժամանակ։ Գրկախառնված, երջանիկ։ Սա կազմակերպված չէ։ Սա ճշմարտությունն է։ Արամը կտրուկ վեր կացավ, սկսեց առաջ հետ քայլել։ 4 տարի։ Դու ինձ ասում ես, որ 4 տարի շարունակ հայրս մեզ բոլորիս ստում է։ Որ ամեն անգամ, երբ ասում էր, որ գործուղման է գնում, ուրիշ կնոջ հետ է լինում։ Որ ամեն անգամ, երբ համբուրում էր մորս, գրկում մորս, քնում մորս կողքին, ուրիշ մեկի մասին էր մտածում։ Այո։ Հենց դա եմ ասում։ Եվ նա ուզում է ամուսնալուծվել։ 40 տարի հետո նա պարզապես լքելու է մորս։ Կարդացած հաղորդագրություններիցս, այո։ Նա խոսում էր փաստաբանների, ֆինանսների կազմակերպման մասին։ Նա ասաց, որ մարտ ամսին ազատ կլինի։
Արամը կանգ առավ քայլելու ձեռքերով ծածկեց դեմքը։ Նրա ուսերը սկսեցին դողալ, Լիլիթը հասկացավ, որ նա լաց է լինում։ Նա վեր կացավ գրկեց նրան ետից, զգալով լուր լացը, որը ցնցում էր նրա մարմինը։ Շատ եմ ցավում, շշնջաց նա։ Շատ եմ ցավում, որ ստիպված եմ սա ասել քեզ։ Շատ եմ ցավում, որ դա ճիշտ է։ Շատ եմ ցավում ամեն ինչի համար։ Արամը շրջվեց ամուր գրկեց նրան, դեմքը թաքցնելով նրա ուսի մեջ։ Իմ մայրը, ասաց նա արցունքների միջից։ Իմ մայրը իր ամբողջ կյանքը նվիրել է նրան։ Նա ամեն ինչից հրաժարվեց։ Եվ նա պարզապես պատրաստվում է նրան թողնել այնպես, կարծես նա ոչինչ չէր նշանակում։ Գիտեմ։ Սարսափելի է։ Աններելի է։ Նրանք գրկախառնված մնացին երկար րոպեներ, Արամը ընկալում էր ավերածությունները, մինչդեռ Լիլիթը առաջարկում էր միակ մխիթարությունը, որը նա կարող էր անել, իր լուր ներկայությունը։ Վերջապես Արամը մի քայլ հետ քաշվեց, ձեռքերի ծայրով աչքերը սրբելով։ Հիմա ինչ անենք։ Մորս պատմենք։ Հորս դեմ առ դեմ կանգնենք։ Չգիտեմ, խոստովանեց Լիլիթը։ Ես ամբողջ կեսօրն անցկացրի դրա մասին մտածելով լավ պատասխան չգտա։ Ինչ էլ որ անենք, ցավ կպատճառի։ Եթե մենք ոչինչ չանենք, նա մինույն է ամուսնալուծության հայց կներկայացնի։ Եվ մայրս ամեն ինչ կիմանա ամենավատ ծով։ Գիտեմ։ Բայց եթե խոսքը Սուրբ Ծննդյան մասին է, երբ Սոնան հղի է վերում է քնում, իսկ նրա տատիկն ու պապիկը նոր են հեռացել։ Արամը գլխով արեց, հասկանալով դիլեման։ Մենք հիմա չենք կարող դա անել։ Այսօր, ոչ։ Բայց մենք նա չենք կարող երկար սպասել։ Ամեն անցնող օր ստիս մեկ օր է։ Եվ կաս մի բան, տատանվելով ասաց Լիլիթը։ Նրա հայրը չգիտի, որ ես գիտեմ։ Եթե ես նրան դեմ առ դեմ կանգնեմ կամ եթե մայրը նրան դեմ առ դեմ կանգնի, նա կցանկանա իմանալ, թե ինչպես ենք մենք իմացանք։ Նա կհասկանա, որ ես խուզարկել եմ նրա գրասենյակը, կարդացել եմ նրա անձնական հաղորդագրությունները։ Դա կարող է բարդացնել իրավիճակը։ Դու արեցիր այն, ինչ պետք է անեիր, վճռականորեն ասաց Արամը։ Մի զգա մեղավորություն ճշմարտությունը բացահայտելու համար։ Ամեն ինչ նրա մեղքն է։ Նրանք նորից նստեցին բազմոցին, ֆիզիկապես հուզականորեն ուժասպառ։ Տունը հիմա լուռ էր, միակ ձայները միջանցքում գտնվող հին ժամացույցն ու դրսի քամին էին։ Ես պետք է սա հասկանամ, ասաց Արամը երկար լռությունից հետո։ Ես պետք է հասկանամ, թե ինչպես կարող էր այն մարդը, ով ինձ մեծացրել է, ով ինձ արժեքներ է սովորեցրել, ով միշտ քարոզում է ազնվություն, հավատարմություն, նման բանի ընդունակ լինել։ Սա իմաստ չունի։ Երբեմն մարդիկ այն չեն, ինչ մենք կարծում ենք, որ կան, մեղմ ասաց Լիլիթը, կամ գուցե նա այն էր, ինչ դու կարծում էիր վաղուց, ինչ որ պահի նա փոխվեց, չգիտեմ, այն, ինչ ես գիտեմ, այն է, որ այն մարդը, ով նա հիմա է, ակտիվորեն վնասում է իր ընտանիքին։ 4 տարի, կրկնեց Արամը, կարծես դեռ չէր կարողանում հավատալ դրան։ Այդ 4 տարիների ընթացքում ես նրա հետ տասնյակ անգամներ ճաշել եմ։ Մենք խոսել ենք աշխատանքի, կյանքի, քեզ հետ ամուսնության մասին։ Նա ինձ խորհուրդներ է տվել, թե ինչպես լինել լավ ամուսին։ Եվ այս ամբողջ ընթացքում ես դավաճանում էի մորս։ Իրոնիան դաժան էր։ Հայկը որդուն ամուսնության խորհուրդներ էր տալիս, միաժամանակ քանդելով իր սեփական ամուսնությունը։ Քարոզում էր արժեքներ, որոնք չէր կիրառում։ Կառուցում էր ազնվության կերպար, միաժամանակ ապրելով ստի մեջ։ Վաղը, ասաց Արամը այնպիսի վճռականությամբ, որը նախկինում չէր եղել։ Ճաշից հետո, երբ հյուրերը հեռանան, ես պատրաստվում եմ նրան դեմ առ դեմ կանգնել։ Մենակ, գրասենյակում։ Ես ուզում եմ լսել դա նրա բերանից։ Ես ուզում եմ, որ նա նայի աչքերիս մեջ փորձի արդարացնել անարդարանալիները։ Լիլիթը ձեռքը սեղմեց նրա։ Ուզում ես, որ քեզ հետ գամ։ Ոչ։ Սա իմ նրա միջը։ Հայր որդի։ Ես պետք է սա մենակ անեմ։ Իսկ քո մայրը։ Երբ ենք նրան պատմելու։ Արամը փակեց աչքերը, ցավը նկատելի էր նրա դեմքի ամեն մի գծում։ Հորս հետ խոսելուց հետո։ Կախված նրանից, թե ինչ է նա ասում, ինչ է մտադիր անել, մենք կորոշենք հաջորդ քայլերը։ Գուցե բացատրություն կա։ Գուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է։ Լիլիթը չէր հավատում դրան, կասկածում էր, որ Արամն էլ չէր հավատում։
Բայց նա հասկանում էր նրա կարիքը կառչելու հույսի ցանկացած թելից, որքան էլ որ թույլ լիներ։ Ի վերջո, նա իր հայրն էր։ Մարդը, որին նա հիանում էր մանկուց։ Ընդունելը, որ այս մարդը ստախոս է դավաճան, մի գիշերվա մեջ տեղի չունեցավ։ Եկ, ասաց նա, բեր կենալով Արամի ձեռքից քաշելով։ Եկեք գնանք քնելու։ Վաղը դժվար օր է լինելու։ Մենք պետք է հանգստանանք։ Նրանք ձեռքի տված բարձրացան աստիճաններով, անցնելով լուր միջանցքով, որտեղ ժամեր առաջ Լիլիթը լսել էր ամեն ինչ փոխած զրույցը։ Հայկի Անահիտի սենյակի դուռը փակ էր, հավանաբար, ներսից։ Հայկը խաղաղ քնում էր կնոջ կողքին, որին պատրաստվում էր լքել։ Պատկերը զզվելի էր։ Իրեն սենյակում Լիլիթն ու Արամը դեռ պառկած էին հագնված, գրկախառնված մթության մեջ։ Նրանցից ոչ մեկը չէր կարողանում քնել, երկուսն էլ գիտեին դա։ Բայց գոնե նրանք միասին էին, կողք կողքի դիմակայելով այդ փոթորկին։ Շնորհակալություն, որ պատմեցիր ինձ, շշնջաց Արամը մթության մեջ։ Գիտեմ, որ հեշտ չէր։ Գիտեմ, որ կարող էի ընտրել ոչինչ չասել, խնայել ինձ այս ցավից։ Բայց դու անկեղծ էիր ինձ հետ։ Դա ամեն ինչ է նշանակում։ Դու իմ ամուսինն ես։ Ես քեզանից գաղտնիքներ չեմ պահում։ Գիտեմ։ Եվ դրա համար էլ ես քեզ սիրում եմ։ Դրանից հետո նրանք լռեցին, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերի մեջ։ Լիլիթը մտածեց Անահիտի մասին, որը անմեղորեն քնած էր հարան սենյակում, չգիտակցելով, որ իր կյանքը փլուզվելու է։ Նա մտածեց Սոնայի մասին, հղի երջանիկ, որը պատրաստվում էր պարզել, որ իր սիրած հայրը ստախոս է։ Նա մտածեց Տիգրանի մասին, որն արդեն բարդ հարաբերություններ ուներ Հայկի հետ, այն մասին, թե ինչպես այս բացահայտումը կարող էր ոչնչացնել հաշտեցման ցանկացած հնարավորություն։ Եվ նա մտածեց իր մասին, այն անհնարին իրավիճակի մասին, որում հայտնվել էր։ Քանդվող ընտանիքի հարս։ Ցավոտ գաղտնիքների պահապան։ Սովորական մարդ, որը հայտնվել էր մի դրամայի մեջտեղում, որին ինքը չէր խնդրել մասնակցել։ Դահլիճի ժամացույցը զարկեց առավոտյան ժամը 3-ը։ Սուրբ ծնունդն ավարտվեց։ Եվ դրա հետ մեկտեղ կատարյալ ընտանիքի պատրանքը։ Այն, ինչ պետք է տեղի ունենար հաջորդ մի քանի ժամվա ընթացքում, հաջորդ մի քանի օրերի ընթացքում, ընդմիշտ կփոխեր Պետրոսյանների ընտանիքը։ Այսպես թե այնպես, ոչինչ այլս նույնը չէր լինի։ Եվ Լիլիթը, ամուսնու գրկում մթության մեջ պառկած, գիտեր, որ ինքն էր վառել դինամիտային ֆայթոլը։ Պայթյունն այժմ անխուսափելի էր։ Միակ հարցն այն էր, թե քանի զոհ կպատճառեր դա։ Եթե հետել եք այս պատմությանը ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվում Արամի Հայկի միջ բախման ժամանակ, թողեք մեկնաբանություն, խնդրելով դիտել երկրորդ մասը։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ակտիվացնել ծանուցումների զանգը, որպեսզի բաց չթողնեք այս ավերիչ ընտանեկան դրամայի շարունակությունը։ Սուրբ ծննդյան առավոտը մոխրագույն ու ցուրտ էր բացվում երանում։ Լիլիթը աչքերը բացեց ժամը 7-ին, մասնատված ու անհանգիստ քնից հետո։ Նրա կողքին պառկած էր Արամը, բաց աչքերով, նայելով առաստաղին, այնպիսի դատարկ արտահայտությամբ, որը երբեք չէր տեսել նրա դեմքին։ Դու ընդհանրապես քնել ես, մեղմ հարցրեց նա։ Գուցե 1 ժամ։ Չգիտեմ։ Ժամանակի զգացողությունը կորցրի։ Նա գլուխը շրջեց, նրան նայելու համար։ Ամբողջ գիշերն անցկացրի հիշողությունների մեջ մտորելով։ Փորձում էի գտնել նշաններ, որոնք պետք է նկատած լինեի։ Պահեր, երբ հայրս ստում էր, իսկ ես չէի գիտակցում դա։ Լիլիթը մոտեցավ գլուխը դրեց նրա կրծքին։ Դու չէիր կարող իմանալ։ Նա շատ լավ էր թաքցնում դա։ Դա է ինձ ամենաշատը վախեցնում։ Որ նա լավ էր դրանում։ Որ ստելը նրա համար այնքան բնական էր, որ ոչ ոք ոչինչ չէր կասկածում։ Արամը ձեռքը սահեցրեց Լիլիթի մազերի միջով։ Եթե հայրս ընդունակ է այդպես ստել 4 տարի, ապա ուրիշ ինչի է նա ընդունակ։ Ուրիշ ինչ է նա թաքցնում։ Դա հարց էր, առանց պատասխանի, նրանք երկուսն էլ գիտեին դա։ Տղամարդը, որին նրանք կարծում էին, թե ճանաչում են, անծանոթ էր դարձել։ Իսկ անծանոթները անկանխատեսելի էին։ Նրանք վեր կացան լուր պատրաստվեցին օրվան։ Սուրբ ծննդյան ճաշը նախատեսված էր կեսօրին, տունը կրկին լի կլիներ հարազատներով ու ընկերներով։ Լիլիթը սարսափում էր ավելի շատ ժամեր անցկացնել, ծածնելով, թե նորմալ է, ժպտալով զրուցելով, միաժամանակ կրելով այդ սարսափելի գաղտնիքի ծանրությունը։
Երբ նրանք իջան ներք, տունը արդեն եռուզեռի մեջ էր։ Ծառաները մաքրում էին նախորդ գիշերվա մնացորդները, Անահիտը հսկում էր ճաշի պատրաստությունները, իսկ Սոնան հյուրասենյակում կրծքով կերակրում էր կրտսեր երեխային, մինչ նրա ամուսինը խաղում էր իրենց ավագ դստեր հետ։ Հայկը նստած էր սրճարանի սեղանի մոտ, թերթ էր կարդում, սուրճ էր խմում, կարծես որ այլ առավոտ լիներ։ Երբ նա տեսավ, որ Արամն ու Լիլիթը ներս են մտնում, ժպտաց բարձրացրեց բաժակը, ողջունելով նրան։ Բարի լույս, երեխաներ։ Լավ քնեցի՞ք։ Երեկվա ընթրիքը հաջողված էր, այնպես չէ՞։ Լիլիթը նայում էր, թե ինչպես է Արամը տեսանելիորեն լարվում։ Նրա բռունցքները սեղմված էին կողքերին, նա տեսավ, թե ինչ ջանքեր էր նա գործադրում մակերեսի տակ եռացող զայրույթը զսպելու համար։ Բարի լույս, հայրիկ, պատասխանեց Արամը, զգուշորեն չեզոք ձայնով։ Մենք լավ քնեցինք։ Արի, սուրճ խմիր։ Արամ, մայրիկդ պատրաստեց այն մեղրով տորթը, որը դու սիրում ես։ Նրանք նստեցին սեղանի շուրջ, Լիլիթը սուրճ մատուցեց երկուսին էլ, մինչ Արամը վերցրեց մի կտոր տորթ, որը նա ակնհայտորեն ուտելու մտադրություն չուներ, օդում լարվածությունը զգացվում էր, գոնե Լիլիթի համար, Հայկը, կարծես, լիովին անտեղյակ էր, թերթը թերթում էր մեկնաբանում քաղաքական նորությունները։ Անահիտը մտավ սենյակ, ձեռքին թարմ մրգերով լի սկուտեղ։ Բարի լույս բոլորին։ Հուսով եմ, լավ հանգստացել եք։ Ճաշը ավելի շատ կլինի, քան երեկվա ընթրիքը։ 10 հոգի էլ հաստատել են իրենց ներկայությունը։ Հրաշալի է, սիրելիս, ասաց Հայկը, աչքերը թերթից հանելով կնոջը ժպտալով։ Դու միշտ ամեն ինչ կատարյալ ես կազմակերպում։ Լիլիթը զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում այդ տեսարանից։ Այն բնականությունը, որով Հայկը Անահիտին անվանում էր իմ սեր, երբ նույն բառերը պահում էր մեկ այլ կնոջ համար։ Այն հեշտությամբ, որով նա ստում էր, որով նա խաղում էր նվիրված ամուսնու դեր։ Արամը տորթին չդիպավ։ Նա լուր խմեց սուրճը, պատասխանելով իրեն տրված հարցերին միավանք բառերով։ Լիլիթը փորձեց փոխհատուցել, Անահիտի հետ զրուցելով ճաշի պատրաստությունների մասին, գովաբանելով զարդարանքները, հարցնելով հյուրերի մասին, ովքեր պետք է գային։ Ամեն ինչ, ամուսնուց եկող տարօրինակ լռությունը լրացնելու համար։ Ժամը 10-ին Տիգրանը Կարինեի հետ ժամանեց, նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար։ Կամ գոնե այդպես էր նա պնդում։ Լիլիթը կասկածում էր, որ իրական պատճառը ընկերուհուն ընտանիքին ներկայացնելն էր ավելի մտերմիկ միջավայրում, առանց նախորդ գիշերվա ամբոխի։ Ընկեր, ոգևորությամբ գրկեց Տիգրանը Արամին։ Ինչ է պատահել այդ դեմքին։ Դու այնպիսի տեսք ունես, կարծես չես քնել։ Զբաղված գիշեր, անորոշ պատասխանեց Արամը։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչպես է։ Սուրբ ծննդյան գիշերները միշտ լարված են լինում։ Տիգրանը չարաճճորեն աչքով արեց, եղբոր խոսքերը հստակորեն մեկնաբանելով այլ կերպ, քան նախատեսված էր։ Կարինեն ամաչկոտ մոտեցավ Լիլիթին։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել, ես չեմ ուզում պարզապես կանգնել, մինչ բոլորը աշխատում են։ Իհարկե։ Արի ինձ հետ խոհանոց։ Կարող ես օգնել ինձ նախուտեստները պատրաստել։ Խոհանոցում, ընտանիքի աչքերից հեռու, Լիլիթը թույլ տվեց, որ դիմակը մի փոքր սահի։ Բանջարեղեն կտրատելիս նրա ձեռքերը թեթակի դողում էին, նա պետք է կենտրոնանար սխալներ թույլ չտալու համար։ Կարինեն նկատեց։ Ամեն ինչ կարգին է։ Դու լարված ես թվում։ Լիլիթը ստիպողաբար ժպտաց։ Պարզապես հոգնածություն։ 3 երկար օրեր։ Կարող եմ պատկերացնել։ Այդպիսի միջոցառում կազմակերպել այդքան շատ մարդկանց համար։ Ես կխուճապի մատնվեի։ Կարինեն տատանվեց, նախքան շարունակելը։ Եվ Տիգրանի ընտանիքը մի փոքր վախեցնող է։ Բոլորը թվում են այնքան կատարյալ, այնքան կայացած։ Ինձ թվում է, թե ես չեմ տեղավորվում։ Լիլիթի համար հեգնանքը աննկատ չմնաց։ Կատարյալ։ Կարինեի համար կատարյալ համարվող ընտանիքը քանդվելու էր։ Ոչ ոք կատարյալ չէ, ասաց Լիլիթը, նրա ձայնն ավելի դառն էր, քան մտադիր էր։ Երբեմն արտաքին տեսքը շատ խաբուսիկ է։ Կարինեն հետաքրքրասիրությամբ նայեց նրան, բայց չսեղմեց։ Նրանք շարունակեցին լուռ աշխատել, պատրաստելով հումուսի, բաբաղ անուշի եռանկյունած կտրատած պիտա հացի սկուտեղներ։ Սուրբ ծննդյան ճաշը նման էր նախորդ գիշերվա ընթրիքին։ 25 մարդ նստած էր բոլորին տեղավորելու համար նախատեսված իմպրովիզացված սեղանների շուրջ։
Զրույցներ, ծիծաղ խաղային զրույց զարմիկների միջ։ Եվ այս ամենի կենտրոնում Հայկն ու Անահիտը ներկայացնում էին կատարյալ զույգին, ամբասիր տանտերերին, թվացյալ միասնական երջանիկ ընտանիքի հայրապետներին։ Լիլիթը սեղանի մյուս կողմից նայում էր Արամին։ Նա հազիվ էր դիպչում ուտելիքին, հարցերին պատասխանում էր կարճ արտահայտություններով, աչքերը հաճախակի նայում էին հորը, ցավի զայրույթի խառնուրդով։ Լիլիթը վախենում էր, որ նա կպայթի հենց այնտեղ, ճաշի կեսին, ամեն ինչ միանգամից բացահայտելով ամբողջ ընտանիքի համար։ Բայց Արամը զսպեց իրեն։ Նա դիմացավ երկժամյա ճաշին, աղանդերին, սուրճին, անվերջ հրաժեշտներին։ Երբ վերջին հյուրը վերջապես հեռացավ, արդեն ժամը 4-ն անց էր, տունը կրկին լցված էր միայն մերձավոր ընտանիքի անդամներով։ Ես մի փոքր հանգստանալու եմ ընթրիքից առաջ, հայտարարեց Անահիտը, ակնհայտորեն ուժասպառ լինելով։ Սոնա, դու երեխաները կարող եք մնալ հյուրասենյակում։ Հայկ, սիրելիս, կարող ես հսկել մաքրությունը։ Իհարկե, սիրելիս։ Հանգստացիր։ Դու արժանի ես դրան։ Երբ Անահիտը բարձրանում էր աստիճաններով, Արամը մոտեցավ հորը։ Հայրիկ, կարող եմ քեզ հետ խոսել գրասենյակում։ Աշխատանքային հարցի շուրջ։ Հայկը թեթակի զարմանքով նայեց որդուն։ Հիմա։ Սուրբ ծննդյան օրը։ Շտապ է։ Երկար չի տի։ Լավ։ Գնանք։ Լիլիթը նայում էր, թե ինչպես են նրանք երկուսով բարձրանում գրասենյակ տանող աստիճաններով, զգաց, որ իր սիրտը արագ բաբախում է։ Ահա, վերջ։ Առճակատումը, որից նա վախենում էր, սպասում, շուտով տեղի էր ունենալու։ Տիգրանը մոտեցավ նրան, անտեղյակ լարվածությունից։ Ինչ էր դա։ Աշխատանքի հետ կապված խնդիրներ Սուրբ ծննդյան տոներին։ Չգիտեմ, ստեց Լիլիթը։ Գուցե շինարարական ընկերության նախագծի հետ կապված ինչ-որ բան։ Տարօրինակ է։ Արամը երբեք չի խառնել աշխատանքը ընտանեկան տոների հետ։ Տիգրանը ուսերը թոթվեց։ Ինչ է, ես Կարինեին կտանեմ այգին տեսնելու։ Նա սիրում է բույսեր։ Երբ Տիգրանն ու Կարինեն հեռացան, Լիլիթը մենակ էր հյուրասենյակում։ Սոնան երեխաների հետ վեր էր բարձրացել, իսկ ծառաները խոհանոցում էին ավարտում էին մաքրությունը։ Նա նստած էր բազմոցին, ձեռքերը ծնկներին սեղմած, սպասում էր։ Նա չգիտեր, թե ինչ կպատահի գրասենյակում, բայց գիտեր, որ երբ Արամը իջնի ներք, ոչինչ նույնը չի լինի։ Րոպեները ժամերի պես ձգվում էին։ Լիլիթը յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ նայում էր ժամացույցին, մտածելով, թե ինչ է ասվում երկրորդ հարկի այդ փակ դռան ետում։ Արամը նրան ցույց էր տալիս իր գտած ապացույցները։ Հայկը հերքում էր դրանք, արդարանում, փորձում արդարանալ։ Կլինեն արդյոք գոռոցներ, արցունքներ, բռնություն։ 15 րոպե։ 20։ 30։ Սպասումն անտանելի էր։ Վերջապես նա լսեց, որ վերի հարկում դուռը բացվում է։ Քայլեր միջանցքում։ Եվ հետո Արամի ձայնը, բարձր ու ցավով լի։ Դու ստախոս ես։ Դավա ջան։ Ինչպես կարողացար սա անել նրա հետ։ Լիլիթը ոտքի ցատկեց, սիրտը արագ-արագ էր շարժվում։ Հայկի ձայնը պատասխանեց, ավելի ցածր, անհնար էր հասկանալ ներքից։ Բայց Արամի պատասխանը հստակ էր։ Ինձ ոչ մի արդարացում մի բերեք։ 4 տարի։ 4 տարի մեզ բոլորիս ստել եմ։ Սոնան հայտնվեց աստիճանների վերում, երեխան գրկում, դեմքին վախեցած արտահայտություն։ Ինչ է կատարվում։ Ինչու է Արամը գոռում։ Մինչ Լիլիթը կհասցներ պատասխանել, գրասենյակի դուռը շրխկոցով բացվեց, Արամը դուրս եկավ միջանցք։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը լցված արցունքներով ու զայրույթով։ Հայկը հետեց նրան, փորձելով բռնել նրա աթը։ Արամ, խնդրում եմ, եկեք խոսենք ինչպես մեծահասակներ։ Թույլ տուր բացատրեմ։ Արամը շրջվեց ուժեղ հրեց հորը։ Մի դպրեք ինձ։ Դուք այդ հաստատ կորցրեք։ Աղմուկը ստիպեց Անահիտին վազել իր սենյակից, դեռ հագին այն մետաքսե խալաթը, որով նախկինում հանգստանում էր։ Ինչ է կատարվում։ Ինչու են գոռում։ Հաջորդող լռությունը խլացնող էր։ Արամը նայեց մորը, ապա հորը, Լիլիթը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նա որոշում կայացրեց։ Այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Մայրիկ, ասաց Արամը դողացող, բայց վճռական ձայնով։ Կա մի բան, որ դու պետք է իմանաս։
Հայրիկի մասին։ Արամ, դա մի արա, ասաց Հայկը, նրա ձայնն այժմ աղերսող էր։ Այսպես մի արա։ Խնդրում եմ։ Ինչ չանել, շփոթված ու վախեցած Անահիտը մեկից մյուսին նայեց։ Ինչ է կատարվում։ Մեկը թող բացատրի։ Արամը մի քանի աստիճան իջավ, մինչ որ հասավ մոր հետ նույն մակարդակին։ Նա բռնեց նրա ձեռքերը, նայեց նրա աչքերի մեջ։ Մայրիկ, հայրիկը սիրավեպ ունի։ 4 տարի է։ Մարիամ անունով մի կնոջ հետ։ Եվ նա պատրաստվում է նոր տարուց հետո քեզնից բաժանության խնդրել։ Եթե հետում եք այս պատմությանը, խնդրում եմ լայքեք, ալիքին աջակցելու համար։ Ձեր փոխազդեցությունը մեծ տարբերություն է ստեղծում։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Անահիտը անշարժ մնաց, դեմքը անհասկացողության դիմակով։ Ապա դանդաղ սկսեց գլուխը թափ տալ։ Ոչ։ Դա սուտ է։ Հայկը երբեք դա չէր անի։ Մենք 40 տարի ամուսնացած ենք։ Նա սիրում է ինձ։ Մայրիկ։ Սա սուտ է, գոռաց Անահիտը, ձեռքերը հեռացնելով Արամի ձեռքերից։ Ո՞վ է քեզ դա ասել։ Ո՞վ է տարածում այս ստերը քո հոր մասին։ Սրանք ստեր չեն, ասաց Լիլիթը, բարձրանալով աստիճաններով նրանց միանալու համար։ Ես տեսա ապացույցները։ Ես գտա նրա գաղտնի բջջային հեռախոսը, սիրային նամակները, լուսանկարները։ Դա ճիշտ է, սկեսուր։ Շատ եմ ցավում։ Անահիտը դիմեց Հայկին, որը պարտված դեմքի արտահայտությամբ կանգնած էր միջանցքում։ Հայկ։ Ասա նրանց, որ սուտ է։ Ասա նրանց, որ սխալվում են։ Հայկը բացեց բերանը, բայց ձայն չհանդիպեց։ Նա նայեց կնոջը, երեխաներին, Լիլիթին, տասնամյակների ստերի ծանրությունը վերջապես կարծես ճզմեց նրա ուսերը։ Անահիտ, ես պետք է հասկանաս։ Հասկանաս ինչը, Անահիտը քայլեց դեպի նա, ձայնը բարձրանում էր ամեն բառի հետ։ Որ դու ինձ դավաճեցիր։ Որ դու ինձ 4 տարի խաբել։ Որ մեր ամբողջ ամուսնությունը ֆարս էր։ Դա չէր։ Ես քեզ սիրում էի։ Ես դեռ սիրում եմ քեզ, որոշ իմաստով։ Բայց ամեն ինչ փոխվեց։ Ես փոխվեցի։ Եվ Մարիամը։ Իմ տանը նրա անունը մի հանդիպեք, գոռաց Անահիտը, առաջ շարժվելով։ Իմ կառուցած տանը։ Իմ մարդացած ընտանիքում։ Երբ դուք տուն էիք խաղում ուրիշ կնկի հետ։ Սոնան, որը դեռ կանգնած էր աստիճանների վերում երեխայի հետ, սկսեց լուր լաց լինել։ Մեծ երեխաները հայտնվեցին հյուրասենյակի դռան մոտ, ճիչերից վախեցած։ Տիգրանն ու Կարինեն մտան հետի դռնով, աղմուկից քաշված։ Ինչ է կատարվում, հարցրեց Տիգրանը, մեկից մյուսին նայելով։ Ինչու է մայրիկը գոռում։ Արամը դիմեց եղբորը։ Հայրիկը 4 տարի սիրավեպ ունի։ Նա պատրաստվում է բաժանվել մայրիկից։ Տիգրանը քարացավ։ Ինչ։ Ճիշտ է, ասաց Հայկը, նրա ձայնն այժմ տարօրինակ հանգիստ էր, այնպիսի հանգստություն, ինչպիսին ունի մեկը, ով վերջապես դադարեցրել է պայքարել անխուսափելիի դեմ։ Պետք է ավելի շուտ ասեի։ Պետք է անկեղծ լինեի։ Բայց ես վախկոտ էի։ Եվ հիմա։ Վախկոտ լինելը թերագնահատական է, ընդհատեց Արամը։ Դու հրեշ ես։ Տես, թե ինչ ես անում մայրիկիս հետ։ Նայիր նրան։ Բոլորը նայեցին Անահիտին։ Մայրապետը, որը միշտ այդքան ուժեղ էր, այդքան զուսպ, փշրվում էր նրանց աչքերի առաջ։ Նրա ոտքերը տեղի տվեցին, նա կընկներ, եթե Լիլիթը ժամանակին չհասներ նրան։ Արի այստեղ, սկեսուր։ Արի նստենք։ Դու պետք է շնչես։ Արամի օգնությամբ Լիլիթը Անահիտին տարավ սենյակ, նստեցրեց մահճակալին։ Տարեց կինը ցնցված էր, աչքերը մշուշոտ էին, շնչառությունը արագ ու մակերեսային։ Ջուր, ասաց Լիլիթը Արամին։ Ջուր բեր։ Եվ գուցե նրա արյան ճնշման դեղը։ Երբ Արամը հեռացավ, Լիլիթը մնաց Անահիտի կողքին, բռնելով նրա ձեռքը։ Շնչիր, սկեսուր։ Դանդաղ։ Շնչիր, արտաշնչիր այսքանը։ 40 տարի, շնչաց Անահիտը։ Ես նրան տվեցի կյանքիս 40 տարին։ Ես հրաժարվեցի ամեն ինչից։ Իմ կարիերայից, իմ երազանքներից, իմ ցանկություններից։ Ամեն ինչից նրա համար։ Եվ նա նույնն արեց ինձ համար։
Գիտեմ։ Ցավում եմ։ Իսկապես ցավում եմ։ Ով է նա։ Այդ։ Մարիամը։ Ով է նա։ Լիլիթը տատանվեց։ Ես շատ բան չգիտեմ։ Ես լուսանկարներ տեսա։ Մի շիկահեր, գեղեցիկ կին, կարծես 40 անց լինի։ Հաղորդագրություններում թվում էր, թե նրանք հանդիպել են մոտ 4 տարի առաջ։ 4 տարի։ Նա 4 տարի է, ինչ ինձ դավաճանում է։ Անահիտը դանդաղորեն գլուխը թափ տվեց։ Մի անգամ ինչ-որ բան կասկածեցի։ 2 տարի առաջ։ Նա սկսեց շատ ուղղորություններ կատարել Թբիլիսի։ Ասաց, որ դա գործի համար է, նոր շինարարական հնարավորություններ։ Հարցրի, թե կարող եմ մի անգամ նրա հետ գնալ, նա ասաց, որ դա ինձ համար չափազանց ձանձրալի կլինի։ Ձանձրալի հանդիպումներ, գործնական ընթրիքներ։ Ես ընդունեցի բացատրությունը։ Ես հիմար էի։ Դու հիմարություն չէիր անում։ Դու վստահում էիր քո ամուսնուն։ Ահա թե ինչպիսին պետք է լինեն ամուսնությունները։ Ամուսնությունները պետք է ազնիվ լինեն։ Եվ իմը, կարծես, երբեք էլ չի եղել։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի ծերացած դեմքով։ Ինչ անեմ հիմա։ Ես 60 տարեկան եմ։ Իմ ամբողջ կյանքը կառուցվել է նրա, այս ընտանիքի, այս տան շուրջ։ Եթե նա հեռանա, ինչ կմնա ինձ համար։ Արամը վերադարձավ մի բաժակ ջրով արյան ճնշման դեղորայքով։ Անահիտը երկուսն էլ մեխանիկորեն խմեց, առանց թվում է, թե իսկապես գիտակցում է, թե ինչ է անում։ Որտեղ է հայրդ, հարցրեց Անահիտը որդուն։ Սենյակում։ Տիգրանի հետ։ Նրանք վիճում են։ Տիգրանը զայրացած է։ Կատաղած։ Նա հայրիկին այնպիսի բաներ ասաց, որոնք ես երբեք չէի լսել նրանից։ Անահիտը փակեց աչքերը։ Իսկ Սոնան։ Նա լավ է։ Նա ցնցված է։ Նրա ամուսինը հոգ է տանում երեխաների մասին։ Նա շատ է լաց լինում։ Իմ աղջիկը։ Հղի է ստիպված է անցնել այս ամենի միջով։ Անահիտը բացեց աչքերը, ինչ-որ բան փոխվել էր դրանց մեջ։ Ցավը դեռ կար, բայց նա աճող վճռականություն կար։ Օգնեք ինձ վեր կենալ։ Ես պետք է իջնեմ ներք։ Մայրիկ, գուցե պետք է հանգստանաս։ Հանգստացել։ Մինչ այդ մարդը իմ հյուրասենյակում է, կործանում է իմ ընտանիքը։ Անահիտը դժվարությամբ վեր կացավ, բայց հրաժարվեց օգնությունից։ Ոչ։ Ես պետք է նայեմ նրա աչքերի մեջ։ Ինձ պետք է, որ նա տեսնի, թե ինչ է արել։ Երեքով միասին իջան ներք։ Հյուրասենյակում նրանք տեսան զսպված քաոսի տեսարան։ Հայկը նստած էր բազկաթոռին, գլուխը ձեռքերի մեջ։ Տիգրանը քայլում էր առաջ հետ, ժեստեր անելով բարձր խոսելով։ Սոնան կծկվել էր բազմոցին, ամուսինը նրան մխիթարում էր։ Կարինեն անկյունում էր, ակնհայտորեն անհարմար, անորոշ, մնա թե հեռանա։ Երբ Անահիտը մտավ, բոլորը լռեցին։ Նա դանդաղ քայլեց, մինչ կանգնեց Հայկի առջ, ով բարձրացրեց գլուխը նրան նայելու համար։ Նայր ինձ, ասաց նա զարմանալիորեն վճռական ձայնով։ Նայր աչքերիս մեջ ասա, թե վերջին 4 տարիների ընթացքում ինչ ճշմարտություն ես պարտական ինձ։ Հայկը ծանր կուլ տվեց։ Անահիտ։ Ճշմարտությունը։ Ամբողջը։ Եթե ձեզ մոտ մնացել է որե հարգանք մեր էության, մեր կառուցած կյանքի նկատմամբ, գոնե տվեք դա ինձ։ Սենյակում լռություն էր տիրում։ Բոլորը նայում էին Հայկին, սպասելով։ Ես Մարիամին հանդիպեցի 4.5 տարի առաջ, սկսեց նա ցածր ու խռպոտ ձայնով։ Թբիլիսիում շինարարական համաժողովում։ Նա ճարտարապետ է։ Մենք աշխատել ենք նմանատիպ նախագծերի վրա։ Սկսել ենք որպես գործընկերներ, հետո ընկերներ, հետո սիրահարներ, սառնորեն ավարտեց Անահիտը։ Այո։ Ես դա չէի պլանավորել։ Ես դա չէի ուզում։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ որքան ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դա կանգնեցնելը։ Դու նրա համար բնակարան գնել ես։ Հայկը տատանվեց, ապա գլխով արեց։ 2 տարի առաջ։ Դիլիջանում։ Մենք այնտեղ անցկացրինք հանգստյան օրերը, երբ ասացի, որ գործուղման մեջ եմ։
Անահիտը տեղեկատվությունը կլանեց ինչպես ֆիզիկական հարված, բայց մնաց կանգնած։ Իսկ ամուսնալուծությունը։ Ճիշտ է, որ դու պատրաստվում ես լքել ինձ։ Ես, այո։ Ես պլանավորում էի քեզ հետ խոսել նոր տարուց հետո։ Մարիամը հոգնել է սպասելուց։ Նա ուզում է, որ ես լիովին նվիրվեմ իրեն։ Եվ ես էլ եմ դա ուզում։ Արամը առաջ քայլեց, բռունցքները սեղմած։ Դու հրեշ ես։ Ես ասեր, վախկոտ հրեշ։ Արամ։ Ոչ։ Դու իրավունք չունես խոսելու։ Դու ամբողջ կյանքդ մեզ սովորեցրել ես պատվի, հավատարմության, նվիրվածության մասին։ Եվ դա բոլորը սուտ էր։ Դու սուտ ես։ Տիգրանը միացավ եղբորը։ Այդ բոլոր այն անգամները, երբ դու քննադատում էիր ինձ հարաբերություններ պահպանել չկարողանալու համար։ Երբ ասում էիր, որ ես պետք է ավելի պատասխանատու լինեմ, ավելի հասուն լինեմ։ Եվ դու դա անում էիր ամբողջ կյանքում։ Համենայն դեպս, ես երբեք չեմ ստել այն կանանց, որոնց հետ ես եղել եմ։ Սոնան վեր կացավ բազմոցից, արցունքները հոսում էին նրա դեմքից։ Հայրիկ, ինչպես կարողացար։ Մայրիկս իր կյանքը նվիրեց քեզ։ Մեզ։ Նա արժանի էր ավելի լավին, քան սա։ Գիտեմ, ասաց Հայկը դողացող ձայնով։ Գիտեմ, որ արժանի էի դրան։ Եվ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում ամեն ինչի համար։ Բայց այլս չեմ կարող ապրել այս ստի մեջ։ Դա արդար չէ ոչ մեկի նկատմամբ, ոչ Անահիտի, ոչ քեզ, ոչ Մարիամի նկատմամբ։ Այստեղ նրա անունը մի հիշատակիր, ասաց Անահիտը, սուր ձայնով, ինչպես սուր։ Դու կորցրել ես այդ իրավունքը։ Դու կորցրել ես բոլոր իրավունքները։ Ես ուզում եմ, որ դու այս տնից դուրս գաս։ Հիմա։ Հայկը զարմացած նայեց նրան։ Հիմա։ Բայց։ Սուրբ ծնունդ է։ Գիշեր է։ Ուր գնամ։ Դիլիջանի բնակարան։ Իր տիրուհու մահճակալին։ Դժոխք, ամեն ինչի համար, ինչ կարող է ինձ համար։ Բայց նա այս տանիքի տակ մեկ գիշեր էլ չի անցկացնի, քանի դեռ ես կենդանի եմ։ Անահիտ, խնդրում եմ, եկեք խոսենք այս մասին։ Կան իրավական ֆինանսական խնդիրներ։ Իմ փաստաբանը կխոսի ձեր փաստաբանի հետ։ Հիմա գնացեք։ Հայկը շուրջը նայեց, փնտրելով աջակցություն։ Նա գտավ միայն փակ, թշնամական, վիրավոր դեմքեր։ Նրա 3 երեխաները, որոնց նա մեծացրել էր, որոնց նրա կարծիքով անվերապահորեն սիրում էին իրեն, նայում էին նրան այնպես, կարծես նա օտար լիներ։ Սպառնալիք։ Թշնամի։ Ես մի քանի բան եմ վերցնելու սենյակից, վերջապես ասաց նա, վեր կենալով։ Ոչ, ընդհատեց Անահիտը, ես քո իրերը կբերեմ։ Ես երբեք չեմ ուզում, որ դու իմ սենյակում լինես։ Հայկը, կարծես, ուզում էր բողոքել, բայց Անահիտի հայացքը լռեցրեց նրան։ Առանց որե խոսքի, նա քայլեց դեպի մուտքի դուռը, վերցրեց վերարկուն պահարանից դուրս եկավ Սուրբ Ծննդյան ցուրտ գիշերը։ Երբ դուռը փակվեց, սենյակում լռությունը գրեթե շոշափելի էր։ Ապա Անահիտը, ով այնքան ուժեղ էր, այնքան վճռական, վերջապես հանձնվեց։ Նրա ծնկները ծալվեցին, նա փլուզվեց բազմոցին, անկառավարելիորեն լաց լինելով։ Լիլիթն առաջինը շարժվեց, նստելով սկեսուրի կողքին գրկելով նրան։ Սոնան միացավ նրանց, ապա Արամը, ապա Տիգրանը։ Կոտրված վիրավոր ընտանիքը համախմբվեց մայրապետի շուրջ, համախմբվելով ընդհանուր վշտի մեջ։ Կարինեն դեռ սենյակի անկյունում, արցունքն աչքերին դիտում էր այդ տեսարանը։ Նա հազիվ էր ճանաչում այդ ընտանիքին, բայց հստակ տեսնում էր դավաճանության պատճառած ավերածությունները։ Գուցե, մտածեց նա, սա նշան էր։ Զգուշացում հարաբերություններում ազնվության կարողության մասին։ Երկար րոպեներից հետո Անահիտի լացը մարեց, մինչ որ դողացող հառաչանքներից հետո նա հեռացավ գրկից մեկ առ մեկ նայեց իր երեխաներին։ Շատ եմ ցավում, ասաց նա։ Շատ եմ ցավում, որ դու ստիպված եղար այսպես իմանալ։ Սուրբ Ծննդյանը։ Ես պետք է ինչ-որ կերպ պաշտպանեի քեզ սրանից։ Մի ներողություն խնդրիր, ասաց Արամը։ Դու ոչ մի վատ բան չես արել։ Նա է, ով պետք է ներողություն խնդրի։ Նա հարցրեց։ Բայց ներողությունները ոչինչ չեն լուծում։ Անահիտը ձեռքերով սրբեց դեմքը։ Հիմա ինչ ենք անելու։ Ինչպես առաջ շարժվենք։ Ոչ ոք պատասխան չուներ։
Ապագան, որը ժամեր առաջ թվում էր պարզ ու կանխատեսելի, այժմ անորոշության մշուշի մեջ էր։ Կլինեին ամուսնալուծություններ, ակտիվների բաժանում, դատական վեճեր։ Կլինեին բամբասանքներ, դատավճիռներ, կարեկցող հայացքներ։ Կլիներ ցավ, շատ ցավ, երկար ժամանակ։ Բայց Լիլիթը հույս ուներ, որ կլինի նա բուժում։ Ի վերջո։ Աստիճանաբար։ Հնարավոր է, անկատար, բայց իրական։ Օրը մեկ օր է, մեղմ ասաց նա։ Ահա թե ինչպես ենք մենք շարունակում։ Օրը մեկ օր է։ Գիշերը շարունակվում էր դժվար զրույցներով ընդհատվող արցունքներով։ Սոնան ի վերջո ստիպված էր հեռանալ երեխաներին խնամելու համար, ովքեր վախեցած էին տանը տիրող ծանր մթնոլորտից։ Տիգրանը Կարինեին տուն տարավ, խոստանալով վերադառնալ հաջորդ առավոտյան։ Սոնայի ամուսինը թեյ պատրաստեց բոլորի համար, փորձելով օգտակար լինել միակ հնարավոր ծով։ Եվ Լիլիթը մնաց։ Նա մնաց Անահիտի կողքին, բռնելով նրա ձեռքը, լսելով, երբ նա խոսելու կարիք ուներ, լռություն առաջարկելով, երբ լռության կարիք ուներ։ Նա մնաց Արամի կողքին, որը հերթագայում էր զայրույթի տխրության միջ, հորը ոչնչացնելու ցանկության այն մարդու կորստի համար ողբի միջ, որին, կարծում էր, թե ճանաչում է։ Երբ նրանք վերջապես պառկեցին քնելու, արդեն առավոտյան ժամը 3-ն անց էր։ Լիլիթն ու Արամը պառկեցին գրկախառնված, չափազանց հոգնած քնելու համար, չափազանց դողդոջուն խոսելու համար։ Կարծում ես, ճիշտ եմ արել, հարցրեց Արամը մթության միջից։ Մայրիկիս այսպես ասելը բոլորի ներկայությամբ։ Չգիտեմ, նման իրավիճակում կա։ Արդյոք ճիշտ բան հասկացությունը, անկեղծորեն պատասխանեց Լիլիթը։ Բայց նա արժանի էր իմանալու։ Եվ գուցե ավելի լավ էր այսպես, իր շուրջը աջակցություն ունենալով, քան ինքնուրույն պարզել դա։ Հայրս ես նրանով շատ էի հիանում։ Ես ուզում էի նրա նման լինել։ Նվիրված ամուսին, ներկա հայր, հաջողակ գործարար։ Եվ այդ ամենը սուտ էր։ Ոչ ամեն ինչ։ Նա իսկապես ընկերություն կառուցեց։ Նա իսկապես 3 երեխա մեծացրեց։ Նրա հանդեպ զգացած սերը իրական էր, նույնիսկ եթե հիմնված էր նրա մասին ոչ ամբողջական պատկերի վրա։ Դուք նրան պաշտպանում եք։ Ոչ։ Նրա արածը աններելի էր։ Բայց ես փորձում եմ ասել, որ քո մանկությունը, հիշողությունները, նրա հետ անցկացրած լավ ժամանակները ավտոմատ կերպով չեն ջնջվում։ Դրանք իրական էին քեզ համար, նույնիսկ եթե նա խաբում էր։ Արամը մի պահ լռեց։ Չգիտեմ, կարող եմ նրան ներել։ Չգիտեմ, ուզում եմ, թե։ Ոչ։ Դու հիմա պետք չէ սա որոշես։ Հիմա ոչինչ պետք չէ որոշես։ Պարզապես պետք է մշակես, զգաս, գոյատես այս պահը։ Մնացածը հետո կլինի։ Իսկ դու։ Ինչպե՞ս ես։ Լիլիթը մտածում էր հարցի շուրջ։ Ինչպե՞ս էր նա։ Նա էր, ով բացահայտել էր գաղտնիքը, նա էր, ով ժամերով կրել էր այդ բեռը, նախքան պատմելը, նա էր, ով ականատես էր եղել մի ընտանիքի կործանմանը, որին համարում էր իրենը։ Նա ուժասպառ էր։ Նա տխուր էր։ Նա թեթացած էր, որ այլս պարտավոր չէր պահել այդ գաղտնիքը։ Եվ նա վախեցած էր այն ամենից, ինչ պետք է լիներ։ Ես քո կողքին եմ, վերջապես ասաց նա։ Այնտեղ ես միշտ կլինեմ։ Հաջորդ օրերը հույզերի լոգիստիկայի հորցանուտ էին։ Անահիտը վարձեց փաստաբան սկսեց ամուսնալուծության գործընթացը։ Հայկը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել, թողնելով հաղորդագրություններ, խնդրելով խոսել, բայց երեխաներից ոչ մեկը չպատասխանեց նրա զանգերին։ Սուրբ ծննդից 1 շաբաթ անց հայկական դեղին մամուլը սկսեց հրապարակել պատմություններ։ Ինչ-որ մեկը տեղեկություններ էր արտահոսել Պետրոսյանների ամուսնալուծության մասին, լրատվամիջոցները լավ օր էին անցկացնում։ Շինարարական մագնատը լքել է 40-ամյա կնոջը, երիտասարդ սիրեկանի համար, գրված էր վերնագրերում։ Հանրային նվաստացումս մեկ ցավի շերտ էր արդեն բաց վերքի վրա։ Մարիամը նույնպես հայտնվեց լուրերում։ Լրատվամիջոցները պարզեցին, թե ով է նա, որտեղ է ապրում, որտեղ է աշխատում։ Հրապարակվեցին նրանց երկուսի համատեղ լուսանկարներ, որոնք ակնհայտորեն մտերիմ էին։ Հասարակական կարծիքը, մասնավորապես ավանդական հայ կանանց կարծիքը, կատաղի կերպով շրջվեց նրա դեմ։ Լիլիթը ուշադիր հետում էր ամեն ինչին, փորձելով պաշտպանել Անահիտին լրատվամիջոցների ամենավատ լուսաբանումից, բայց անհնար էր դա լիովին թաքցնել։ Սկեսուրը տեսավ, թե ինչպես է իր ամուսնությունը փլուզվում ոչ միայն անձնական կյանքում, այլ ամբողջ ազգի աչքի առաջ։
Ես պետք է ինձ արդարացված զգամ, մի օր կեսօրին ասաց Անահիտը, նայելով Մարիամի մասին հատկապես դաժան վերնագրին. Նրան ոչնչացնում է հասարակական կարծիքը։ Հայկը կորցնում է բիզնեսը, քանի որ ընկերությունները չեն ցանկանում կապված լինել այն տղամարդու հետ, որը դավաճանել է իր կնոջը։ Նրանք տառապում են հետանքներից։ Բայց դու վրեժխնդրության զգացում չունես, նկատեց Լիլիթը։ Ոչ։ Ես միայն տխրություն եմ զգում։ Ինձ համար, իմ երեխաների համար, 40 վատնված տարիների համար։ Նրանց ցավը չի մեղմացնում իմը։ Սա ցույց է տալիս, որ դու ավելի լավ մարդ ես, քան նրանք։ Անահիտը ծիծաղից սուրբ ծիծաղեց։ Գուցե։ Կամ գուցե ես պարզապես չափազանց հոգնած եմ զայրույթ զգալու համար։ Ամուսնալուծությունը վերջնականապես հաստատվեց 3 ամսում, սովորականից ավելի արագ, Հայկի կարողության երկու կողմերի թանկարժեք փաստաբանների շնորհիվ։ Անահիտը պահպանեց առանձնատունը, զգալի գումար ներդրումներ։ Երեխաները լիովին խզեցին կապը հոր հետ, չնայած նրա հաշտեցման փորձերին։ Հայկը Մարիամի հետ տեղափոխվեց Թբիլիսի։ Ընտանիքին հասած լուրերի համաձայն նրանք ամուսնացել էին փոքր, աննկատ արարողությամբ։ Լիլիթը չգիտեր, սա ճիշտ է, թե բամբասանք, անկեղծ ասած, նրան դա չէր էլ հետաքրքրում։ Այդ ճակատագրական սուրբ ծննդյան գիշերվանից 1 տարի անց ընտանիքը տարբեր էր, բայց գոյատում էր։ Անահիտը սկսել էր թերապիա, դանդաղորեն վերականգնում էր ինքնությունը ամուսնությունից դուրս։ Արամն ու Լիլիթը ավելի մտերիմ էին, քան երբե, տրավմատիկ փորձառությունն ամրապնդել էր նրանց կապը։ Զարմանալիորեն, Տիգրանը լուրջ հարաբերություններ էր հաստատել Կարինեի հետ, թերս հոր բացասական օրինակից դրդված։ Իսկ Սոնան առողջ աղջիկ էր լույս աշխարհ բերել, որին անվանակոչել էին մորական տատիկի անունով։ Մի աշնանային կեսօր, հայտնագործությունից ուղիղ 1 տարի անց, Լիլիթն ու Անահիտը նստած էին առանձնատան այգում, թե էին խմում, դիտում, թե ինչպես են տերները փոխում գույնը։ Գիտես, մտածկոտ ասաց Անահիտը, երբեմն դեռ բարկանում եմ քեզ վրա։ Լիլիթը զարմացած նայեց նրան։ Ինձ հետ։ Ինչով։ Որովհետև դու իմացար։ Որովհետև դու ինձ պատմեցիր։ Որովհետև դու կործանեցիր այն պատրանքը, որի մեջ ես ապրում էի։ Անահիտը թեթակի ժպտաց, մեղմելու իր խոսքերը։ Բայց ես գիտեմ, որ դու ճիշտ բան արեցիր։ Եթե դու ինձ չասեիր, ես մինույն է կիմանայի, երբ նա ամուսնալուծության խնդրանքով դիմեր։ Եվ դա ավելի վատ կլիներ։ Այլ կերպ կլիներ։ Չգիտեմ, ավելի վատ կլիներ, թե ոչ։ Ավելի վատ կլիներ, պնդեց Անահիտը։ Որովհետև ես ստիպված կլինեի միաժամանակ ընդունել դավաճանությունն ու լքվածությունը։ Այս կերպ, գոնե, ես ժամանակ ունեցա ինձ հուզականորեն պատրաստելու, նախքան նրա իրականում հեռանալը։ Լիլիթը մտորեց այս մասին։ Ես սարսափած էի այդ գիշեր։ Երբ լսեցի քո ամուսնուն հեռախոսով, չգիտեի ինչ անել։ Սկզբում ասացի Արամին, միասին որոշեցինք, որ դու պետք է իմանաս։ Դու ճիշտ էիր։ Եվ ես շնորհակալ եմ, նույնիսկ երբ զայրացած եմ։ Անահիտը ձեռքը մեկնեց բռնեց Լիլիթի ձեռքը։ Դու փրկեցիր իմ արժանապատվությունը, գիտես։ Եթե նա պարզապես առանց բացատրության թողներ ինձ, կամ ավելի վատը, եթե ես հետագայում լրատվամիջոցներից իմանայի, ես հավերժ կմտածեի, թե ինչ սխալ եմ արել։ Այսպես գոնե գիտեմ, որ խնդիրը նա էր։ Միշտ նա էր։ Դու երբեք ոչ մի սխալ բան չես արել, համոզված ասաց Լիլիթը։ Դու հրաշալի կին էիր, անհավանական մայր։ Նրա արածը արտացոլում է նրա բնավորությունը, այլ ոչ թե արժեքը։ Ինձ որոշ ժամանակ պահանջվեց սա հասկանալու համար։ Բայց ես հասկանում եմ։ Կամաց։ Նրանք մի պահ լուռ կանգնած էին, գնահատելով այգին միմյանց ընկերակցությունը։ Դա խաղաղություն էր, որին դժվար էր հասնել, կառուցված ցավի դավաճանության ավերակների վրա։ Բայց այնուամենայնիվ, դա խաղաղություն էր։ Գիտեք, այս ամբողջ գործընթացում ինձ ամենաշատը ինչն էր զարմացրել, հարցրեց Անահիտը։ Ինչ։ Ինչպես արձագանքեցին երեխաներս։ Ես սպասում էի, որ նրանցից գոնե մեկը կփորձի կապ պահպանել Հայկի հետ։ Ի վերջո, նա նրանց հայրն է։ Բայց նրանք բոլորը լիովին խզեցին հարաբերությունները։ Նրանք ընտրեցին ինձ։ Որովհետև դուք նրանց մեծացրել եք սիրով ազնվությամբ։ Որովհետև նույնիսկ ամենավատ պահերին դուք ընտանիքը դրել եք առաջին տեղում։ Նրանք տեսան ճշմարտությունը, երբ դիմակները ընկան։
Եվ դու, Լիլիթ, դու մնացիր։ Մեկ այլ հարս կհեռանար, կխուսափեր դրամայից։ Բայց դու մնացիր իմ կողքին ամեն քայլափոխի։ Դուք իմ ընտանիքն եք, պարզապես ասաց Լիլիթը։ Ահա թե ինչ է անում ընտանիքը։ Անահիտը ժպտաց, մի պահ Լիլիթը մի պահ տեսավ այն ուժեղ, խաղաղ կնոջը, որը նա եղել էր մինչ ամեն ինչի փլուզումը։ Այդ կինը դեռ այնտեղ էր, պարզապես թաղված տրավմայի շերտերի տակ։ Բայց նա նորից դուրս էր գալիս, դանդաղ, ինչպես ծաղիկ, որը ճեղքվում է ասֆալտի միջով։ Շնորհակալություն, ասաց Անահիտը։ Ամեն ինչի համար։ Ճշմարտության, աջակցության, սիրո համար։ Չգիտեմ, առանց քեզ Արամի, ինչպես կդիմանայի սրան։ Դու կփրկվեիր, վստահ ասաց Լիլիթը։ Որովհետև դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Բայց ուրախ եմ, որ ստիպված չեմ եղել դա մենակ հասկանալ։ Եթե այս պատմությունը ձեզ հուզեց, մի մոռացեք մեկնաբանություն թողնել, մեզ հայտնելով ձեր կարծիքը։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Բացահայտումից 2 տարի անց կյանքը նոր հունի մեջ էր մտել։ Անահիտը վաճառել էր առանձնատունը տեղափոխվել ավելի փոքր, ավելի կառավարելի բնակարան Երանի կենտրոնում։ Նա վերսկսել էր ամուսնության ընթացքում թողած հին հոբբիները, սովորում էր նկարել հաճախում պարի դասընթացների։ Նա ակտիվ հասարակական կյանք էր վարում վերջերս վերականգնված կամ ձեռք բերած ընկերների հետ։ Ընտանիքին հասած պատահական լուրերի համաձայն, Հայկը այդքան էլ լավ չէր ապրում։ Նրա Մարիամի ամուսնությունը դժվարությունների էր հանդիպում, հավանաբար այն պատճառով, որ մեկ այլ հարաբերություն կառուցելը հազվադեպ էր ստացվում։ Նրա բիզնեսը տուժել էր հեղինակության անկումից, մի քանի զուգընկերներ հեռացել էին միմյանցից։ Նա մի քանի անգամ փորձել էր կապ հաստատել իր երեխաների հետ, բայց ապարդյուն։ Արամն ու Լիլիթը օրհնվել էին իրենց առաջնեկով, տղայով, որը նոր ուրախություն բերեց ողջ ընտանիքին։ Մանուկը դարձավ ընտանեկան հավաքույթների կենտրոնը, ծիծաղով ու հույսով լցնելով Հայկի բացակայության պատճառով մնացած դատարկությունը։ Այս հավաքույթներից մեկի ժամանակ, բոլորը միասին Անահիտի նոր բնակարանում, Լիլիթը շուրջը նայեց խորը երախտագիտություն զգաց։ Ընտանիքը այնտեղ էր, վիրավոր, բայց անվնաս։ Ավելի փոքր, քան եղել է, տարբեր, քան եղել է, բայց իրական ու անկեղծ այնպիսի ձով, ինչպիսին երբեք չէր եղել, երբ Հայկը դեռ ներկա էր։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց Արամը, նկատելով նրա մտախոհ արտահայտությունը։ Մտածում եմ, թե որքան տարօրինակ է այս ուղին։ 2 տարի առաջ ես հայտնաբերեցի մի գաղտնիք, որը, կարծում էի, ամեն ինչ կոչնչացնի։ Եվ այդպես էլ եղավ, որոշ իմաստով։ Բայց ավերակներից ծնվեց ինչ-որ նոր բան։ Գուցե ավելի լավ բան։ Կարծում եք, ավելի լավ էր, որ բացահայտումը վերջիվերջո դրական էր։ Լիլիթը մտածեց հարցի շուրջ։ Կարծում եմ, ցավոտ ճշմարտություններն ավելի լավ են, քան հարմարավետ ստերը։ Քո մայրն այժմ ավելի երջանիկ է, քան ամուսնացած ժամանակ, նույնիսկ եթե չգիտեր, որ դժբախտ է։ Դու ազատ ես այն տղամարդուն կուռք դարձնելու բեռից, ով արժանի չէր քո հիացմունքին։ Եվ մենք բոլորս ավելի մտերիմ ենք, քանի որ միասին ենք հաղթահարել սա։ Ինչ կլիներ, եթե կարողանայիք ժամանակի մեջ ետ գնալ։ Այդ Սուրբ Ծննդյան նախօրեի կեսօրը։ Կշարունակեիք բարձրանալ աստիճաններով։ Կշարունակեիք լսել զրույցը։ Կշարունակեիք հետաքննել։ Դժվար հարց էր։ Կային պահեր, երբ Լիլիթը ցանկանում էր, որ երբեք ոչինչ չլսեր, երբեք չիմանար, երբեք չստիպված լիներ անհնարին որոշումներ կայացնել։ Բայց նա գիտեր, որ ճշմարտությունը մի նույն է կբացահայտվի։ Հայկը պատրաստվում էր ամուսնալուծության հայց ներկայացնել։ Մի քանի ամսից ամբողջ ընտանիքը, մի նույն է, կիմանա։ Ես էլ նույնը կանեի, վերջապես ասաց նա։ Որովհետև դա ճիշտ բանն էր։ Ցավոտ, կործանարար, բայց ճիշտ։ Արամը դանդաղ գլխով արեց։ Ես էլ այդպես եմ կարծում։ Եվ ես երբեք չեմ դադարի երախտապարտ լինել քեզ կողքիս ունենալու համար։ Այդ օրը ամեն օր։ Նա նրբորեն համբուրեց նրան, Լիլիթը զգաց այն մխիթարական վստահությունը, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի հաջորդը, նրանք միասին կդիմակայեն դրան։ Որովհետև դա էր նշանակում իսկական ամուսնությունը։ Ոչ թե կատարելություն, ոչ թե խնդիրների բացակայություն, այլ պատրաստակամություն, կողք կողքի դիմակայելու փոթորիկներին դեռս ձեռքի տված դուրս գալու մյուս կողմը։ Հարսը Սուրբ Ծննդից 1 ժամ առաջ հայտնաբերել էր Սկեսրայրի սիրավեպը։
Եվ բացահայտումը ավերիչ էր եղել։ Սակայն ավերակների միջից դուրս էր եկել ավելի ուժեղ, ավելի ճշմարիտ, ավելի դիմացկուն մի բան։ Ընտանիք, որը վերակառուցվել էր ազնվության հիմքերի վրա։ Կրակի մեջ փորձարկված ապացուցված սեր։ Պատկանելության նոր սահմանում։ Եվ մինչ նա դիտում էր, թե ինչպես են երեխային գիրկը փոխանցում, ընտանիքի յուրաքանչյուր անդամ զվարճալի դեմքեր էր անում, երեխայի ժպիտը գրավելու համար, Լիլիթը հասկացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Ճշմարտությունը թանկ էր եկել։ Բայց սուտը շատ ավելի թանկ կարժենար։